Երանի սրտում գտնվող միջազգային կորպորացիայի ամենաբարձր հարկի շքեղ սրահում մի աղքատ տղա, Արամը, նվաստացվում է ձանձրացած մեծահարուստների առջ։ Սակայն ոչինչ չէր սպասում, որ այդ երեխան պահում էր մի գաղտնիք, որն ի զորու էր ամբողջությամբ փոխել խաղի կանոնները։ Այն, ինչ անում է հաջորդիվ, քանդում է իշխանության հիմքերը, բացահայտում թաքնված ճշմարտությունները, սկիզբ դնում մի լուր հեղափոխության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք լսել եք ձեր կյանքում։ Ձմեռային արը ներս էր թափանցում Երանի սրտում, հյուսիսային պողոտայում գտնվող Արարատ Պլազա բիզնես կենտրոնի 42-րդ հարկի պատուհաններից։ Երեկոյան ոսկեգույն լույսն արտացոլվում էր հատակը ծածկող իտալական մարմարի վրա, ստվերների խաղ ստեղծելով խորհրդակցությունների դահլիճում սփռված եվրոպական դիզայներական կահույքի վրա։ Դա աշտարակի ամենաէքսկլյուզիվ հարկերից մեկն էր, որը վերապահված էր միայն Կարապետյան հոլդինգի բարձրագույն ղեկավարությանը։ Մի բիզնես կայսրություն, որը տիրապետում էր ոլորտների, սկսած շինարարությունից մինչ ֆինանսական շուկա։ Հունիսյան այդ կեսօրին 6 տղամարդ զբաղեցրել էին բնական կաշվից բազկաթոռները թրծված ապակյա սեղանի շուրջ։ Նրանք հիմնական բաժնետերերն էին, այն որոշումների տերերը, որոնք ամեն ամիս միլիարդավոր դրամներ էին շարժում։ Ներմուծված սիգարների 50 տարվա հնեցման շոտլանդական վիսկի գավաթների ուղեկցությամբ նրանք զրուցում էին ձեռքբերումների, միաձուլումների թվերի մասին, որոնք մարդկանց մեծամասնության համար պարզապես ֆանտաստիկա կթվային։ Օթորակիչը պահպանում էր հաճելի ջերմաստիճանը, մինչդեռ ներքում փողոցներում քաղաքը եռում էր գրեթե 30 աստիճան տաքության տակ։ Ռուբեն Կարապետյանը, խմբի Նահապետը հոլդինգի հիմնադիրը, 63 տարեկան էր, ուներ մի ներկայություն, որը լցնում էր ցանկացած միջավայր։ Բարձրահասակ, հետ սանրված մոխրագույն մազերով, անթերի իտալական մոխրագույն կոստյումով կեցվածքով, որը համատեղում էր նրբագեղությունը մեծամտության հետ։ Նրա փոքրիկ ու թափանցող աչքերը թվում էր, հաշվարկում էին ամեն մի բառ, ամեն մի ժեստ, կարծես յուրաքանչյուր շփում արտրային գործարք լիներ։ Նա իր կայսրությունը ստեղծել էր զրոյից, ինչպես սիրում էր կրկնել, թե բոլորը գիտեին, որ աներոջ ժառանգությունը տասնամյակներ առաջ տվել էր առաջին հարվածը։ Բայց դա մի մանրուք էր, որը Ռուբենը նախընտրում էր բաց թողնել իր ինքնաշեն մարդու պատմությունից։ Նրա աջ կողմում նստած էր Մհեր Լոնյանը, անշարժ գույքի ոլորտի մի գործարար, ով ամեն առիթով ցուցադրում էր ձախ դաստակի զանգվածային ոսկե ժամացույցը։ Ձախ կողմում Գորգ Ֆանյանն էր, ֆինանսական շուկայի ներդրողը, ով հայտնի էր բանակցություններում իր սառնասրտությամբ սնանկացած ընկերություններ հավաքելով, որոնք գնում էր չնչին գումարներով վաճառում հարստությունների դիմաց։ Մյուս երեքը լրացնում էին իշխանության խումբը, 50-ից 60 տարեկան տղամարդիկ, բոլորն էլ հագած կոստյումներ, որոնք ավելի թանկ արժեին, քան միջին վիճակագրական մեքենան, բոլորն էլ սովոր էին, որ աշխարհը խոնարհվի իրենց ոտքերի տակ։ Հանդիպումն ընթանում էր իր կանխատեսելի հունով, շահույթի հաշվետվությունների հաջորդ եռամսյակի կանխատեսումների միջ, երբ սենյակի կողմնակի դուռը զգուշորեն բացվեց։ Դա Մարիամ Սարգսյանն էր, շենքի մաքրման անձնակազմի աշխատակիցներից մեկը։ Նա 38 տարեկան էր, բայց ավելի մեծ էր երում։ Հոգնածությունը դրոշմված էր նրա նուրբ դիմագծերի վրա, շագանակագույն աչքերում, որոնք այլս չէին փայլում առաջվա պես, ծանր աշխատանքից կոշտացած ձեռքերի վրա։ Նա կրում էր սպասարկող ընկերության մուգ կապույտ համազգեստը, որի ձախ գրպանին ասեղնագործված էր իր անունը։ Նրա մուգ մազերը հավաքված էին պարզ հյուսքով, նա իր հետ բերում էր մաքրման համեստ սայլակը։ Նրա կողքին, ձեռքը բռնած, կանգնած էր Նարեկը։ Տղան 9 տարեկան էր, նիհար, արից այրված մաշկով, անխնամս մազերով, մեծ, ուշադիր աչքերով, որոնք թվում էր կլանում էին իր շուրջը եղած ամեն մի մանրուք։ Նա հագել էր Արարատ Երան ֆուտբոլային ակումբի գունաթափված մարզաշապիկը, մաշված շորտեր, հին մարզակոշիկներ, որոնց ներբանն արդեն պոկվում էր մի կողմից։ Նա առանց գուլպաների էր։ Նրա փոքրիկ ձեռքերը ամուր բռնել էին մոր ձեռքը, բայց աչքերը լուռ հետաքրքրությամբ զննում էին սենյակը։ Մարիամը ստիպված էր եղել որդուն բերել աշխատանքի այդ օրը։ Դպրոցում արձակուրդ էր տանիքի հրատապ վերանորոգման պատճառով, նա չուներ մեկին, ում մոտ կարող էր թողնել Նարեկին։ Հարանուհին, ով սովորաբար խնամում էր նրան, մեկնել էր քաղաքից, իսկ Մարիամի աշխատավարձը թույլ չէր տալիս դայակ վարձել, առավելս բացակայել աշխատանքից։ Նա փորձում էր հնարավորինս աննկատ լինել, մտնելով ծառայողական մուտքով, խուսափելով գլխավոր միջանցքներից, բայց նա պետք է մաքրեր այդ սենյակը, հետաձգելուց չկար։ Երբ դուռը բացվեց, խոսակցություններն անմիջապես դադարեցին։ 6 զույգ աչքեր ուղղվեցին կնոջն ու տղային։
Սենյակում տիրող լռությունը գրեթե ֆիզիկական ծանրություն ուներ։ Մարիամը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Նա գիտեր, որ չպետք է այնտեղ լիներ այդ պահին, առավելս երեխայի հետ, բայց ընտրություն չուներ։ «Ներեցեք, պարոն Կարապետյան», ասաց նա դողդոջուն ձայնով, թեթակի գլուխ տալով։ «Ես եկել եմ միայն սուրճի սկուտեղները մաքրելու, հիմա դուրս կգամ։ Չեմ խանգարի»։ Ռուբեն Կարապետյանը հետ թեքվեց բազկաթոռին, ձեռքերը խաչելով կրծքին։ Նրա դեմքին հայտնվեց մի քմծիծաղ, բայց դա բարի ժպիտ չէր։ Դա այն տեսակ ժպիտն էր, որը նախորդում է նվաստացմանը։ Նա նայեց սեղանի շուրջ նստած իր գործընկերներին, կարծես հանցակից էր փնտրում, բոլորը հասկացան ակնարկը։ Սա լինելու էր զվարճանքի պահ։ «Խանգարել», ասաց Ռուբենը դանդաղ, գրեթե թատերական ձայնով։ «Ընդհակառակը, Մարիամ։ Դու քո ուղեկիցը մեզ համար շատ հաճելի զբաղմունք բերեցիք։ Ի վերջո, մենք խոսում էինք թվերից ու էլի թվերից։ Մի փոքր իրականությունը լավ է, այնպես չէ»։ Մյուս տղամարդիկ ցածր ծիծաղեցին, զուսպ, բայց սարկազմով լի ծիծաղով։ Մարիամը զգաց, թե ինչպես են այտերն այրվում։ Նարեկն ավելի ամուր սեղմեց մոր ձեռքը, բայց շարունակեց լուր հետել։ «Արի, ավելի մոտ արի», ասաց Ռուբենը ձեռքով ժեստ անելով, կարծես մեկին բեմ հրավիրելիս լիներ։ «Ամաչելու կարիք չկա։ Մենք բոլորս այստեղ հանգիստ ենք, ընկերների միջավայրում։ Ինչ է տղայի անունը»։ Մարիամը տատանվեց։ Նրա մարմնի ամեն մի բջիջ գոռում էր, որ վերցնի Նարեկին ու փախչի այնտեղից, բայց նա գիտեր, որ չի կարող։ Չէր կարող կորցնել այդ աշխատանքը։ Դա այն ամենն էր, ինչ նա ուներ։ Ուստի նա գուլ տվեց, հպարտությունը պատասխանեց հնարավորինս հաստատուն ձայնով։ «Նարեկ, պարոն։ Որդուս անունը Նարեկ է»։ «Նարեկ», կրկնեց Ռուբենը, համտեսելով անունը, ինչպես գինի փորձողը։ «Լավ անուն է։ Հզոր։ Իսկ ասա ինձ, Նարեկ, դու գիտես, թե որտեղ է աշխատում մայրդ»։ Նարեկը նայեց մորը, ով գլխի գրեթե աննկատ շարժումով թույլ տվեց նրան պատասխանել։ Տղան այնժամ բարձրացրեց կզակը, խոսեց այնպիսի հստակությամբ, որը զարմացրեց բոլորին։ «Այո, պարոն։ Նա աշխատում է այս շենքում։ Մաքրություն է անում»։ Գործարարները հայացքներ փոխանակեցին։ Մհեր Լոնյանը կարճ ծիծաղեց։ «Ինչպիսի դաստիարակված տղա է», մեկնաբանեց նա։ «Հազվադեպ է մեր օրերում, այնպես չէ»։ Ռուբենը վեր կացավ աթոռից, դանդաղ քայլեց դեպի սենյակի կենտրոնը։ Նրա իտալական կաշվե կոշիկները չոր ու ռիթմիկ ձայնով թխկթխկում էին մարմարե հատակին։ Նա կանգ առավ մի տպավորիչ կառույցի առջ, որը զբաղեցնում էր սենյակի մի անկյունը։ Դա շվեյցարական վերջին սերնդի չհրկիզվող պահարան էր, տիտանի ռազմական տեխնոլոգիաների հսկա։ Այն ուներ գրեթե 2 մետր բարձրություն, հայելային փայլեցված մակերես, դրան վրա տեղադրված բարդ թվային վահանակով։ Այդ պահարանը պարզապես սեյֆ չէր, այն կարգավիճակի, ուժի անխոցելիության խորհրդանիշ էր։ Ռուբենը մատների հոդերով թեթակի հարվածեց մետաղական մակերեսին, առաջացնելով խուլ խորը ձայն։ «Գիտես սա ինչ է, Նարեկ», հարցրեց նա, շրջվելով դեպի տղան։ Նարեկը մի քանի քայլ առաջ արեց, առաջին անգամ բաց թողնելով մոր ձեռքը։ Նրա աչքերը զննում էին սեյֆի կառուցվածքը այնպիսի ուշադրությամբ, որը դուրս էր մանկական հետաքրքրությունից։ Թվում էր, նա վերլուծում էր ամեն մի դետալ, ամեն մի գիծ, ամեն մի թիվ։ «Դա սեյֆ է, պարոն»։ «Ապրես», բացականչեց Ռուբենը կեղծ ոգորությամբ, 2 անգամ ծափ տալով։ «Բայց սա սովորական սեյֆ չէ, երիտասարդ։ Սա Շվեյցարիայում արտադրված մոդել է, նորագույն տեխնոլոգիաներով։ Այն ունի պտտվող կոդեր, բիոմետրիկ նույնականացում, ազդանշանային համակարգ, որը ուղիղ միացված է շենքի անվտանգությանը, ոստիկանությանը։ Դրա ներսում կան փաստաթղթեր, որոնք ավելի թանկ արժեն, քան դու կարող ես պատկերացնել։ Պայմանագրեր, հավաստագրեր, փող։ Շատ փող»։ Նա դրամատիկ դադար տվեց, շուրջը նայելով, որպեսզի համոզվի, որ բոլորը ուշադիր հետում են այն շոուին, որը պատրաստվում էր սկսվել։ «Իսկ գիտես, թե որքան արժե այն ամենը, ինչ այստեղ ներսում է, Նարեկ», հարցրեց Ռուբենը, թեթակի առաջ թեքվելով, կարծես պատրաստվում էր մի մեծ գաղտնիք բացահայտել։ Նարեկը բացասաբար շարժեց գլուխը։ 10 միլիարդ դրամ, ասաց Ռուբենը, թատերական ժեստով բացելով ձեռքերը։ Քեզ համար սա գուցե խենթություն թվա, բայց դա ճշմարտությունն է։ 10 միլիարդ։
Դա ավելի շատ գումար է, քան Մայրդ կվաստակեր այստեղ աշխատելով սպասիր տեսնեմ մոտ 500 տարի։ Գուցե 600։ Սենյակում ծիծաղ պայթեց։ Մարիամը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Նա ուզում էր գոռալ, ուզում էր քաշել Նարեկին ու փախչել, բայց նա կատվածահար էր եղել նվաստացումից վախից։ Արցունքները սկսեցին հավաքվել նրա աչքերում, բայց նա ամբողջ ուժով պահում էր դրանք։ Ռուբենը շարունակեց, այժմ ամբողջությամբ տրվելով դաժան շոումենի դերին։ Ուստի ահա իմ առաջարկը, Նարեկ։ Լուրջ առաջարկ, իսկական գործարարից։ Եթե քեզ հաջողվի բացել այս սեյֆը, այդ ամբողջ գումարը քոնն է։ 10 միլիարդ։ Դու Մայրդ այլս երբեք ստիպված չեք լինի մտահոգվել կյանքում որևէ բանի մասին։ Կարող եք տուն գնել, մեքենա, ճանապարհորդել աշխարհով մեկ։ Ինչ կասես։ Հաջորդած լռությունն ավելի ծանր էր, քան նախորդը։ Սենյակում բոլորը գիտեին, որ դա իրական առաջարկ չէր։ Դա նուրբ սադրանք էր, երեխայի մոր երեսին շպրտելու միծ այն անհաղթահարելի հեռավորությունը, որը բաժանում էր նրանց աշխարհները։ Դա մեծահոգության քողի տակ թաքնված դաժանություն էր։ Գորգ Ֆանյանը կոկորդը մաքրեց բարձրաձայն մեկնաբանեց, որպեսզի բոլորը լսեն։ Իհարկե, տղան կարող է փորձել։ Ի վերջո զվարճալի կլինի տեսնել, թե ինչպես է ծայրամասի երեխան փորձում վերծանել շվեյցարական տեխնոլոգիան, այնպես չէ։ Գուցե նա կարծում է, թե սա հեռախոսի խաղ է կփորձի գրել մի կոդ, օրինակ 1, 2, 3, 4։ Քրքիջները բարձր էին անհարգալից։ Մհերը լրացրեց։ Կամ գուցե նա կարծում է, թե բավական է մի հարված տալ այն կբացվի, ինչպես անում են ֆիլմերում։ Էլի ծիծաղ։ Մարիամն այլս չդիմացավ։ Նա մի քայլ առաջ արեց, այժմ արդեն թաց աչքերով խեղդվող ձայնով։ Պարոն Կարապետյան, խնդրում եմ։ Մենք գնում ենք։ Ներողություն ցանկացած անհանգստության համար։ Նարեկ, արի այստեղ, որդիս։ Նա մեկնեց ձեռքը, բայց նախքան որդուն բռնելը, Ռուբենը հրամայական ժեստով բարձրացրեց ձեռքը։ Ոչ, ոչ, Մարիամ։ Հանգիստ։ Մենք դեռ չենք վերջացրել այստեղ։ Ես տղային լուրջ առաջարկ եմ արել։ Իմ կողմից անքաղաքավարի կլիներ հիմա հետ վերցնել առաջարկը, չես կարծում։ Նա փորձելու իրավունք ունի։ Ռուբենը քայլեց դեպի Մարիամը կանգնեց հենց նրա դիմաց, ներխուժելով նրա անձնական տիրույթը վախեցնող ձով։ Ի դեպ, քանի որ խոսում ենք փողից, ասա ինձ մի բան, Մարիամ։ Որքան ես վաստակում ամսական այստեղ աշխատելով։ Մարիամը զգաց, թե ինչպես է գետինը փլվում իր ոտքերի տակ։ Նա գիտեր, թե դա ուր է տանում։ Նա լավ էր ճանաչում այդ տեսակ տղամարդկանց, այդ տեսակ խաղը։ Բայց նա ընտրություն չուներ։ 120,000 դրամ, պարոն, պատասխանեց նա գրեթե անլսելի ձայնով։ Ինչ, հարցրեց Ռուբենը, ձեռքը դնելով ականջի հետում չափազանցված ժեստով։ Չլսեցի։ Կարող ես ավելի բարձր կրկնել, որպեսզի բոլորը լսեն։ 120,000 դրամ, կրկնեց Մարիամը, այժմ մի փոքր ավելի բարձր, բայց կոտրված ձայնով։ 120,000, բացականչեց Ռուբենը, շրջվելով դեպի մյուս ղեկավարները։ Լսեցիք։ 120,000 դրամ։ Եվ նա պետք է երեխա մեծացնի դրանով։ Վճարի վարձը, սնունդը, դպրոցը, հագուստը։ Դա գրեթե անհնար է, այնպես չէ, Մարիամ։ Նա չպատասխանեց։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին նրա դեմքով։ Նա այլս չէր փորձում թաքցնել դրանք։ Ռուբենն իր ուշադրությունը նորից ուղղեց Նարեկին, ով շարունակում էր կանգնած մնալ նույն տեղում, հետելով ամեն ինչին անվերցանելի արտահայտությամբ։ Տղան չէր լացում։ Վախ ցույց չէր տալիս։ Պարզապես դիտում էր, կարծես մշակում էր ամեն մի բառ, ամեն մի ժեստ, այդ տեսարանի ամեն մի վայրկյանը։ Դե, Նարեկ, ինչ կասես։ Կփորձես։ Թե կհանձնվես նախքան սկսելը։ Նարեկը հայացքը թեքեց գործարարից նորից նայեց չհրկիզվող պահարանին։ Նա մի քանի քայլ արեց դեպի այն, կանգնելով տպավորիչ կառույցից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Նրա փոքրիկ մատները թեթակի դիպան մետաղի սառը մակերեսին։ Նա այդպես մնաց մի քանի վայրկյան, լռության մեջ, կարծես մտովի զրուցում էր առարկայի հետ։ Այնուհետ, առանց աչքերը սեյֆից կտրելու, Նարեկը մի հարց տվեց, որը բոլորին անակնկալի բերեց։ Ինչու եք դուք 10 միլիարդ դրամ առաջարկում մի բանի համար, որը կարծում եք, թե անհնար է անել։
Սենյակում տիրեց բացարձակ լռություն։ Հարցը, պարզ ուղիղ, ուներ կործանարար տրամաբանություն։ Ռուբենը մի քանի անգամ թարթեց աչքերը, զինաթափված։ Մհերն ու գորգը անհավատալի հայացքներ փոխանակեցին։ Ոչ ոք չէր սպասում այդ պատասխանին։ Ռուբենը փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը, ստիպողական ծիծաղ տալով, որը կեղծ հնչեց։ Դե, որովհետև ես մեծահոգի եմ, իհարկե։ Եվ որովհետև հավատում եմ հնարավորություններ տալուն, նույնիսկ իմանալով, որ դրանք անհնար են։ Նարեկը վերջապես շրջվեց նրան նայելու։ Նրա մեծ ու մուգ աչքերը շատ ավելի հասուն էին թվում, քան իր 9 տարեկանը։ Ուրեմն դա իրական հնարավորություն չէ, ասաց տղան տպավորիչ հանգստությամբ։ Դա պարզապես միծ է մեզ փոքր զգացնել տալու համար։ Ցույց տալու համար, որ դուք ունեք, իսկ մենք՝ ոչ։ Մեր վիճակի վրա ծիծաղելու համար։ Հաջորդած լռությունը խուլ էր։ Մարիամի աչքերը չռվեցին, վախեցած որդու համարձակությունից։ Նա ուզում էր քաշել նրան, ուզում էր փախչել այնտեղից, բայց ոտքերը չէին հնազանդվում։ Ռուբենը կարմրեց, ոչ թե ամոթից, այլ բարկությունից։ Ոչ ոք նրա հետ այդպես չէր խոսում։ Առավելս մի աղքատ ու բոբիկ երեխա։ Ինչպիսի հանդգնություն, տղա, ասաց Ռուբենը ցածր վտանգավոր ձայնով։ Դու կարծում ես, որ կարող ես այդպես խոսել ինձ հետ։ Գիտես ում հետ։ Ես խոսում։ Նարեկը հայացքը չթեքեց։ Նա շարունակեց նայել գործարարին այնպիսի հաստատակամությամբ, որը տպավորիչ էր։ Գիտեմ, այո։ Ես խոսում եմ մեկի հետ, ով այնքան է վախենում կորցնել իր ունեցածը, որ կարիք ունի նվաստացնել նրանց, ովքեր ոչինչ չունեն։ Որովհետև եթե ինձ իսկապես հաջողվեր բացել այս սեյֆը, դուք ստիպված կլինեիք կատարել ձեր խոստումը։ Իսկ դա ամոթ կլիներ ձեզ համար, այնպես չէ։ Ռուբենը մի քայլ առաջ արեց, բայց նախքան կհասցներ պատասխանել, Նարեկը շարունակեց խոսել։ Եվ երբ նա սկսեց խոսել, բոլորը հասկացան, որ դա այլևս վախեցած երեխա չէր։ Դա մեկն էր, ով կրում էր մի պատմություն, մի ցավ, մի իմաստություն, որը չպետք է գոյություն ունենար այդքան երիտասարդ մեկի մեջ։ Հայրս սեյֆերի հետ էր աշխատում, ասաց Նարեկը, նրա ձայնն այժմ այլ ծանրություն ուներ։ Նա անվտանգության ինժեներ էր։ Աշխատում էր մի ընկերությունում, որը նմանատիպ համակարգեր էր տեղադրում բանկերում, ձեռնարկություններում, հարուստ մարդկանց տներում։ Նա ինձ շատ բան է սովորեցրել։ Ինձ բացատրում էր, թե ինչպես են աշխատում ալգորիթմները, կոդերը, թերությունները։ Ասում էր, որ յուրաքանչյուր կատարյալ տեխնոլոգիայի հետում միշտ էլ մարդկային սխալներ կան։ Մարիամը ձեռքը տարավ բերանին, զսպելով հեկեկոցը։ Նա չէր սպասում, որ Նարեկը կխոսի հոր մասին։ Ոչ այնտեղ, ոչ այդ պահին։ Ռուբենը մի պահ թվում էր ապակողմնորոշված, բայց փորձեց պահպանել ինքնատիրապետումը։ Իսկ որտեղ է հայրդ հիմա, հարցրեց նա մի տոնով, որը փորձում էր կոշտ լինել, բայց ստացվեց տատանվող։ Նարեկը մի կարճ վայրկյան հայացքը թեքեց նախքան պատասխանելը։ Նա այլս այստեղ չէ։ Աշխատանքի վայրում դժբախտ պատահար եղավ։ Այդպիսի ընկերություններից մեկում, որոնք միայն շահույթի մասին են մտածում, ոչ թե անվտանգության։ Նա փորձել էր զգուշացնել ռիսկի մասին, բայց ոչ ոք չէր ուզել լսել։ Ասել էին, թե նա չափազանցնում է։ 3 օր անց համակարգը խափանվեց։ Լռությունն այժմ այլ տեսակի էր։ Դա անհարմար, ծանր լռություն էր, լցված մի ճշմարտությամբ, որին ոչ ոք չէր ուզում առերեսվել։ Մհերը անհանգիստ շարժվեց աթոռի վրա։ Գորգը հայացքը թեքեց դեպի պատուհանը։ Բայց դրանից առաջ, շարունակեց Նարեկը, նա ինձ սովորեցրեց այն ամենը, ինչ գիտեր։ Ասում էր, որ գիտելիքը միակ բանն է, որը ոչ ոք չի կարող խլել ինձնից։ Որ ես պետք է սովորեմ միշտ։ Սովորեմ, հարցնեմ, հասկանամ, թե ինչպես են աշխատում իրերը։ Եվ ես սովորեցի։ Նարեկը նորից ուշադրությունը դարձրեց չհրկիզվող պահարանին, դանդաղ հաշվարկված քայլերով շրջելով դրա շուրջը։ Նրա աչքերը զննում էին կառույցի ամեն մի սանտիմետրը, կարծես անտեսանելի գիրք էր կարդում։ Այս մոդելը Ցյուրիխ Տիտան Պրո է, ասաց նա հանկարծ, ստիպելով սենյակում գտնվողներին առաջ թեքվել։ Արտադրված է Շվեյցարիայում ռազմական 6-րդ մակարդակի սերտիֆիկացում, Շեր 512 ալգորիթմի վրա հիմնված պտտվող ծածկագրման համակարգ։ Այն իսկապես աշխարհի լավագույն սեյֆերից մեկն է։ Ռուբենը թարթեց աչքերը, չհավատալով իր լսածին։ Ինչպես էր այդ տղան դա իմանում։
Բայց շարունակեց Նարեկը, հայրս միշտ ասում էր, որ թանկարժեք սեյֆերի ամենամեծ խնդիրը տեխնոլոգիան չէ։ Դա օգտատերն է։ Մարդիկ, ովքեր նման սեյֆեր են գնում, հարուստ են, հզոր, սովոր են, որ իրենց սպասարկեն։ Նրանք չեն ուզում անհանգստանալ բարդ գաղտնաբառերի, փոփոխվող կոդերի կամ դժվար գործընթացների մասին։ Ուստի, մեծ մասամբ, նրանք նույնիսկ չեն փոխում գործարանային հիմնական կոդը։ Ռուբենը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Նա արագ նայեց մհերին, ով ակնհայտորեն գունատվել էր։ Ամբողջ սենյակը թվում էր, կորցրել է շունչը։ Նարեկը մատնացույց արեց սեյֆի կողքի փոքրիկ մետաղական թիթեղը, որը գրեթե աննկատ էր դիզայնի ռելիեֆների մեջ։ Յուրաքանչյուր սեյֆ ունի սերիական համար, բացատրեց նա։ Եվ այս մոդելների վրա գործարանային լռելիային կոդը գեներացվում է հենց այդ համարի հիման վրա։ Դա պարզ մաթեմատիկական բանաձ է։ Վերցնում եք առաջին 4 թվանշանները, բազմապատկում եք արտադրության տարեթվով, հանում եք ստուգիչ թվանշանը, ստանում եք հիմնական կոդը։ Նա մոտեցավ թվային վահանակին, սկսեց բարձրաձայն արտասանել թվերը, դանդաղ, վիրաբուժական ճշգրտությամբ։ Այս սեյֆի սերիական համարն է 4782 2019 B։ Ուրեմն հաշվարկը կլինի 4784 անգամ 2019 հանած 11։ Արդյունքը։ Նա դադար տվեց, կարծես մտովի հաշվարկ էր անում, ապա նայեց ուղիղ Ռուբենին։ 9,655,347։ Սա այս սեյֆի լռելիային կոդն է։ Եվ եթե դուք այն չեք փոխել, ինչու ես կասկածում եմ, ապա սա դեռ այն կոդն է, որը բացում է այս դուռը։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ռուբենը թղթի պես սպիտակել էր։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Նա նայեց չհրկիզվող պահարանին, հետո Նարեկին, հետո նորից սեյֆին։ Սենյակում բոլորը շունչները պահել էին։ Այդժամ Նարեկը մի բան արեց, որ ոչ ոք չէր սպասում։ Նա հեռացավ սեյֆից, վերադարձավ մոր մոտ, նորից բռնեց նրա ձեռքը։ Ես կարող էի հիմա հավաքել այդ կոդը, ապացուցել, որ ճիշտ եմ, ասաց նա տպավորիչ հանգստությամբ։ Բայց ես դա չեմ անի։ Ռուբենը թարթեց աչքերը, շփոթված։ Ինչո՞վ։ Որովհետև ես չեմ ուզում այդ 10 միլիարդը։ Այս նախադասությունը սենյակում ռումբի պես պայթեց։ Բոլոր գործարարները նայեցին միմյանց, չհասկանալով։ Մարիամը նայեց որդուն, չրված դեռ արցունքոտ աչքերով, չըմբռնելով, թե ինչ է կատարվում։ Նարեկը խորը շունչ քաշեց, շարունակեց մի ձայնով, որը շատ ավելի հասուն էր թվում, քան պետք է լիներ։ Ես չեմ ուզում ձեր փողը, պարոն Կարապետյան։ Որովհետև այդ փողը վատ տեղից է գալիս։ Այն գալիս է նվաստացումից, արամարանքից, այն մտքից, որ ով ավելի քիչ ունի, հարգանքի արժանի չէ։ Եթե ես ընդունեմ այդ փողը, ես կհամաձայնեմ այդ խաղի հետ։ Իսկ ես համաձայն չեմ։ Նա ուժեղ սեղմեց մոր ձեռքը, կարծես նրանից էր ուժ առնում կամ նրան էր ուժ տալիս, դժվար էր ասել։ Բայց ես 3 խնդրանք կանեմ։ Եվ եթե դուք իսկապես ձեր խոսքի տերն եք, լուրջ գործարար, ինչպես ասացիք, ապա կկատարեք այդ խնդրանքները։ Ռուբենն այնքան ապշած էր, որ չէր կարողանում պատասխանել։ Նա պարզապես գլխով արեց, ինչպես ավտոմատ։ Առաջինը, շարունակեց Նարեկը, մայրս այլս չի աշխատելու մաքրության ոլորտում։ Նա ունի կառավարման կրթություն, բայց երբեք հնարավորություն չի ստացել, որովհետև միշտ ասում են, թե նա փորձ չունի։ Դուք նրան կտաք այդ փորձը։ Իսկական պաշտոն, արդար աշխատավարձով։ Մհերը մի խուլ բացականչություն արձակեց, բայց Ռուբենը նշան արեց, որ նա լռի։ Երկրորդը, ընկերությունը կստեղծի կրթական հիմնադրամ ստորին օղակի աշխատակիցների երեխաների համար։ Ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն երեխաների, ովքեր դրա կարիքն ունեն։ Որովհետև կրթությունը միակ բանն է, որն իսկապես փոխում է մարդկանց կյանքը։ Գորգը վեր կացավ աթոռից, բողոքելով. Սա անհեթեթություն է։ Դու չես կարող, երրորդը, ընդհատեց Նարեկը, առաջին անգամ բարձրացնելով ձայնը, դուք կփոխեք այս սեյֆի կոդը։ Որովհետև հիմա այն խոցելի է։ Ցանկացած մարդ, ով գիտի այս բանածը, կարող է մտնել այստեղ, բացել այն։ Եվ եթե մի բան պատահի, դուք միայն ինքներդ ձեզ կմեղադրեք, ձեր մեծամտության ծուլության համար։ Նարեկը բաց թողեց մոր ձեռքը, մի քայլ առաջ արեց, նայելով Ռուբեն Կարապետյանի աչքերի մեջ։ Դե, ինչ կլինի, պարոն։ Կկատարեք ձեր խոստումը, որպես պատվավոր մարդ։ Թե։ Բոլորին ցույց կտաք, որ ձեր բառերը ոչինչ չարժեն։
Ռուբենը կանգնած էր շոկի մեջ, սիրտը կատաղի բաբախում էր կրծքում։ Այդ պահը թվում էր, կանգ է առել ժամանակի մեջ։ Սենյակում բոլորը նայում էին նրան, սպասելով պատասխանի։ Այն նվաստացումը, որը նա փորձել էր պարտադրել երեխային մորը, վերադարձել էր իր դեմ այնպիսի ձով, որը նա երբեք չէր կարող պատկերացնել։ Եվ հենց այդ լռության մեջ, այդ անհնարին պահին, Ռուբեն Կարապետյանը հասկացավ, որ նոր էր պարտվել մի 9-ամյա տղայի բոբիկ, պատրված շորերով, բայց մի արժանապատվությամբ, որն ինքը կորցրել էր տասնամյակներ առաջ։ Հաջորդող վայրկյանները ժամեր էին թվում։ Ռուբեն Կարապետյանը մնում էր անշարժ, դեմքը դեռ գունատ էր, դողացող ձեռքերը հենված էին բազկաթոռներից մեկի թիկնակին։ Նա, ով միշտ բացարձակ վերահսկողություն էր ունեցել ցանկացած իրավիճակի վրա, ով ղեկավարում էր խորհրդակցությունների դահլիճները անվիճելի հեղինակությամբ, ով ստիպում էր միլիարդատերերին գլուխ խոնարհել իր ներկայությամբ, այժմ կաթվածահար էր եղել 9-ամյա տղայի առաջ։ Զգացողությունը սյուրռեալիստական էր, անհնարին, բայց մինույն ժամանակ անհերքելիորեն իրական։ Մհեր Լոնյանը խզեց լռությունը նյարդային ծիծաղով, փորձելով ցրել լարվածությունը, որը կապարե ամպի պես կախված էր բոլորի վրա։ Սա ծիծաղելի է, Ռուբեն։ Դու չես պատրաստվում տեղի տալ այս երեխայի այս շորթմանը, չէ՞։ Սա գագաթնակետն է։ Մի լակոտ մտնում է այստեղ, անհեթեթ մեղադրանքներ է անում, հիմնված տեղեկությունների վրա, որոնք յուրաքանչյուրը կարող է գտնել համացանցում, հիմա ուզում է կանոններ թելադրել։ Սա… Լռիր, մհեր։ Ռուբենի ձայնը ցածր էր, բայց լցված մի հեղինակությամբ, որը չէր հանդուրժում առարկություն։ Մհերը գուլ տվեց թուքը նորից նստեց, մրթմրթալով ինչ-որ անլսելի բան։ Ռուբենը շարունակեց նայել Նարեկին, կարծես առաջին անգամ էր տեսնում տղային։ Այլս ոչ թե որպես մի աղքատ ու բոբիկ երեխա, որին կարելի էր օգտագործել որպես զվարճանք, այլ որպես արժանապատվությամբ, բանականությամբ, քաջությամբ օժտված մարդ։ Ռուբենը խորը շունչ քաշեց, ուղեց կեցվածքը վերջապես խոսեց, ձայնը դեռ մի փոքր դողդոջուն, բայց փորձելով վերականգնել որոշակի վերահսկողություն։ Դու ունես իմ խոսքը, Նարեկ։ Այն ամենը, ինչ խնդրեցիր, կարվի։ Բողոքի մրմունջ սկսեց տարածվել սենյակում։ Գորգ Ֆանյանը կտրուկ վեր կացավ աթոռից, հարվածելով սեղանին։ Ռուբեն, դու խելագարվել ես։ Սա անհեթեթ նախադեպ կստեղծի։ Եթե թույլ տանք, որ ստորադաս աշխատողը պայմաններ թելադրի, մենք կկորցնենք ամբողջ հիերարխիան, ամբողջ կառուցվածքը։ Իսկ ինչ վերաբերում է կրթական հիմնադրամին, գիտես դա որքան կարժենա։ Դա… Ես ասացի, որ կարվի, Գորգ, ընդհատեց Ռուբենը, առաջին անգամ բարձրացնելով ձայնը։ Եվ ինձ չեն հետաքրքրում նախադեպերը։ Այս տղան իրավացի է։ Նա մեզ ցույց տվեց մի բան, որը մենք վաղուց կորցրել ենք։ Եվ ես կկատարեմ իմ խոստումը։ Մյուս գործարարները լռեցին, բերանները բաց։ Նրանք երբեք Ռուբենին այսպիսին չէին տեսել։ Նա միշտ եղել էր անողոք, հաշվենկատ, մի մարդ, ով ոչ մի միլիմետր չէր զիջում որևէ բանակցության մեջ։ Այդ հանկարծակի փոփոխությունը տեսնելը ցնցող էր։ Ռուբենը քայլեց դեպի իր սեղանը, վերցրեց գրիչը նոթատետրը։ Նա սկսեց գրել վճռական շարժումներով, միաժամանակ բարձրաձայն խոսելով։ Մարիամ Սարգսյանն անմիջապես կփոխադրվի մարդկային ռեսուրսների բաժին, ղեկավարության անմիջական վերահսկողության տակ։ Վարչական պաշտոնին համապատասխան աշխատավարձ, լիարժեք արտոնություններ, առողջության ապահովագրություն իր որդու համար։ Կրթական հիմնադրամը կստեղծվի 5 միլիարդ դրամ սկզբնական ներդրմամբ, անկախ խորհրդի կողմից կառավարվող։ Իսկ այս սեյֆի կոդը կփոխվի հենց վաղը, մասնագետ տեխնիկի հսկողությամբ։ Նա վերջացրեց գրելը, պոկեց թերթիկը հանձնեց Մարիամին, ով վերցրեց այն դողացող ձեռքերով, դեռ չհավատալով կատարվածին։ Ամեն ինչ այստեղ է, ասաց Ռուբենը։ Գրավոր։ Իմ ստորագրությամբ։ Դուք կստանաք թվայնացված պատճենը ձեր էլեկտրոնային փոստին դեռ այսօր, պատճենն ուղարկված իրավաբանական մռբաժիններին։ Սա դատարկ խոստում չէ։ Սա պաշտոնական հանձնառություն է։ Մարիամը նայեց թղթին, որդուն, Ռուբենին, ապա արցունքները նորից հոսեցին, բայց այժմ դրանք թեթության, երախտագիտության, այնպիսի ինտենսիվ հույզի արցունքներ էին, որ նա չէր կարողանում բառերով արտահայտել։ Նա ծնկի իջավ Նարեկի արջ ամուր գրկեց նրան, կամաց հեկեկալով նրա ուսին։ Դու արեցիր դա, որդիս։ Դու իսկապես արեցիր դա։ Նարեկը պատասխանեց մոր գրկախառնությանը, բայց նրա աչքերը շարունակում էին սերված մնալ Ռուբենին։
Այդ հայացքի մեջ կար մի բան, որը գործարարը չէր կարողանում վերծանել։ Դա հաղթանակ չէր։ Դա մեծամտություն չէր։ Դա ավելի խորը բան էր։ Կարծես տղան տխուր էր, որ ստիպված էր եղել դա անել, տխուր էր, որ ապրում էր մի աշխարհում, որտեղ դա անհրաժեշտ էր։ Ռուբենը տարօրինակ ցավ զգաց կրծքում մի զգացողություն, որը նա չէր ունեցել տասնամյակներ շարունակ։ Դա զղջում էր։ Դա ամոթ էր։ Դա խղճի խայտն էր մեկի, ով վերջապես տեսնում է իրեն հայելու մեջ դուր չի գալիս այն, ինչ տեսնում է։ Կարող եք գնալ, ասաց նա խռպոտ ձայնով։ Մարիամ, դուք ազատ եք օրվա մնացած մասը։ Վաղը ներկայացեք 15-րդ հարկ, մարդկային ռեսուրսների բաժին, առավոտյան ժամը 9-ին։ Հարցրեք Գայանե Մելիքյանին։ Նա արդեն կսպասի ձեզ։ Մարիամը գլխով արեց, դեռ գրկած որդուն, սկսեց վեր կենալ։ Նարեկը, սակայն, դուրս գալուց առաջ մեկ քայլ արեց դեպի Ռուբենը։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Ձեր խոստումը կատարելու համար։ Հայրս միշտ ասում էր, որ տղամարդն արժեք ունի այնքան, որքան արժեք ունի նրա խոսքը։ Դուք դեռ հնարավորություն ունեք լինել արժեքավոր մարդ։ Եվ այս խոսքերով Նարեկը շրջվեց մոր ձեռքը բռնած դուրս եկավ սենյակից, հետում թողնելով 6 լիովին ապշած տղամարդկանց, ովքեր դեռ մշակում էին այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Հենց դուռը փակվեց, լռությունը նորից տիրեց սենյակին։ Մհերն առաջինը խոսեց, վրդովմունքով լի ձայնով։ Դու հասկանում ես, թե ինչ արեցիր, Ռուբեն։ Դու խոնարհվեցիր մի լակոտի առաջ։ Դու կորցրիր ամբողջ հեղինակությունը։ Ինչպես ենք մենք, դուրս եկեք, ընդհատեց Ռուբենը, դեռ թիկունքով շրջված մյուսներին։ Բոլորդ։ Դուրս եկեք հիմա։ Ռուբեն, բայց մենք, ես ասացի, դուրս եկեք, գոռաց նա, կտրուկ շրջվելով։ Սենյակը փակ կլինի մինչ 2 շաբթի։ Հանդիպումն ավարտված է։ Գնացեք։ 5 գործարարները անհավատալի հայացքներ փոխանակեցին, բայց նրանցից ոչ ոք չհամարձակվեց առարկել։ Մեկ առ մեկ նրանք վերցրին իրենց թղթապանակները, հեռախոսները, բաճկոնները լուռ դուրս եկան։ Երբ դուռը վերջին անգամ փակվեց, Ռուբենը մենակ մնաց այդ հսկայական սենյակում, շրջապատված շքեղությամբ տեխնոլոգիայով, բայց իրեն զգալով ավելի փոքր, քան երբևէ։ Նա քայլեց դեպի պատուհանը, նայեց ներքում գտնվող քաղաքին։ Երանը եռում էր երեկոյան արի տակ։ Միլիոնավոր մարդիկ վազվզում էին մի կողմից մյուսը, աշխատում, պայքարում, գոյատում։ Իսկ այնտեղ, վերում 42-րդ հարկում, նա կորցրել էր իրականում կարորի զգացողությունը։ Երբ էր նա դարձել այդպիսին։ Երբ էր սկսել օգտագործել իր ուժը նվաստացնելու, այլ ոչ թե կառուցելու համար։ Երբ էր փողն ավելի կարևոր դարձել, քան մարդկությունը։ Նա հիշեց իր սեփական մանկությունը։ Շիրակի մարզի մի փոքրիկ գյուղի արտրականի որդի, նա մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է հայրը աշխատում արածակից մինչ մայրամուտ, ընտանիքին կերակրելու համար։ Հիշեց դժվարությունները, ամսվա վերջում չփակվող հաշիվները, կարկատած շորերը, որոնք հագնում էր դպրոց գնալիս։ Հիշեց այն ամոթը, որ զգում էր, երբ դասընկերները ծիծաղում էին իր վրա, երբ ուսուցիչները վերից էին նայում իրեն, երբ դռները փակվում էին իր երեսին, որովհետև նա ազգանուն չուներ, կապեր չուներ, ոչինչ չուներ, բացի սեփական վճռականությունից։ Հենց այդ հիշողությունն էր նրան մղել բարձրանալու, պայքարելու, կայսրություն կառուցելու։ Բայց ինչ-որ պահի նա մոռացել էր, թե որտեղից է եկել։ Մոռացել էր այն ցավը, որ զգացել էր։ Եվ ավելի վատ, սկսել էր նույն ցավը պատճառել ուրիշներին, կարծես դա իրեն ավելի ուժեղ էր դարձնում, ավելի հզոր, ավելի հեռու այն աղքատ տղայից, որն ինքը մի ժամանակ եղել էր։ Իսկ հիմա մի այլ տղա, նույնքան աղքատ, որքան ինքն էր եղել, նոր էր նրան տվել իր կյանքի ամենամեծ դասը։ Ռուբենը վերադարձավ սեղանի մոտ, վերցրեց հեռախոսը, զանգեց իր անձնական քարտուղարին։ Դավիթ, ինձ պետք է, որ դու շտապ մի քանի բան անես։ Առաջինը, հանդիպում նշանակիր մռից Գայանեի հետ վաղը առավոտյան, ժամը 9-ից առաջ։ Երկրորդը, կապվիր իրավաբանական բաժնի հետ, խնդրիր պատրաստել աշխատանքային պայմանագիր նոր աշխատակցի համար։ Երրորդը, սա ամենակարևորն է, ուզում եմ, որ դու գտնես կրթական հիմնադրամների ոլորտում մասնագիտացված լավագույն փաստաբաններին։ Մենք ստեղծելու ենք լուրջ մի բան, որն իսկապես փոփոխություն կբերի։ Չեմ ուզում ձականություն։ Արդյունք եմ ուզում։ Նա անջատեց հեռախոսը, նստեց բազկաթոռին, դեմքը հենելով ձեռքերին։ Նա հոգնած էր, բայց դա ֆիզիկական հոգնածություն չէր։
Դա հոգու հոգնածություն էր, սխալ ընտրությունների, կուտակված նեղվածությունների, սնուցված մեծամտության տարիների ծանրությունը։ Մինչդեռ 3 հարկ ներք աշխատակիցների հանդերձարանում Մարիամը նստած էր նստարանին, դեռ գրկած Նարեկին, դեռ պահած այդ թուղթը, կարծես դա անհնարին վիճակախաղի շահած տոմս լիներ։ Մաքրության մյուս աշխատակիցները մտնում ու դուրս էին գալիս, ոմանք նայում էին հետաքրքրությամբ, ոմանք անտարբերությամբ, ոչ ոք չպատկերացնելով, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել այն վերի հարկում։ Հասմիկը, Մարիամի գործընկերուհին, մի 50 տարեկան կին, մոխրագույն մազերով, բարի ժպիտով, նստեց նրա կողքին։ Լավ ես, Մարիամ։ Գունատ ես, աղջիկս։ Մի բան է պատահել։ Մարիամը նայեց ընկերուհուն, հետո որդուն, նորից նայեց թղթին։ Նա բացեց բերանը խոսելու համար, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Այնժամ Նարեկը պատասխանեց նրա փոխարեն. Մենք հենց նոր փոխեցինք մեր կյանքը, տիկին Հասմիկ։ Մայրս այլս չի աշխատելու մաքրության ոլորտում։ Նա կառավարիչ է լինելու և կրթական հիմնադրամ է լինելու աշխատակիցների երեխաների համար։ Հասմիկը մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով մշակել տեղեկությունը։ Այսինքն ինչպես։ Ինչ եք արել դուք։ Նարեկը ժպտաց առաջին անգամ այդ կեսօրին։ Դա փոքրիկ, ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ էր։ Մենք պարզապես ասացինք ճշմարտությունը։ Եվ հարգանք պահանջեցինք։ Մարիամը վերջապես կարողացավ խոսել, թե ձայնը թույլ էր ու դողդոջուն։ Ես չգիտեմ ինչպես, Հասմիկ։ Ես չգիտեմ, թե ինչպես սա եղավ։ Բայց եղավ։ Եվ որդիս էր, որ սա իրականություն դարձրեց։ Նա նորից գրկեց Նարեկին, այս անգամ այնքան ուժեղ, որ տղան ստիպված եղավ խնդրել, որ մի փոքր թուլացնի։ Հասմիկը նայում էր նրան զարմանքի հուզմունքի խառնուրդով, չիմանալով, թե ինչ ասել։ Հաջորդող օրերին լուրն այն մասին, թե ինչ էր պատահել, սկսեց տարածվել Կարապետյան հոլդինգի միջանցքներով։ Սկզբում մաքրության անձնակազմն իմացավ։ Հետո անվտանգության աշխատակիցները։ Այնուհետ ընդունարանի, սրճարանի, տեխնիկական սպասարկման անձնակազմը։ Յուրաքանչյուրը, ով լսում էր պատմությունը, ապշած էր մնում, բայց մինույն ժամանակ զգում էր մի տարօրինակ հույսի աճ իր կրծքում։ Եթե մաքրության աշխատակիցը կարող էր առաջխաղացում ունենալ, եթե մի տղա կարող էր դիմակայել մագնատին հաղթող դուրս գալ, ապա գուցե փոփոխության տեղ կար։ Գուցե հույս կար։ Հաջորդ երկուշաբթի Մարիամ Սարգսյանը ներկայացավ 15-րդ հարկ, ուղիղ ժամը 9-ին։ Նա հագել էր իր ունեցած լավագույն հագուստը, սպասական տաբատ, որն արդեն մի փոքր մաշված էր եզրերից, մի պարզ սպիտակ բլուզ, որը նա 3 անգամ արդուկել էր, համոզվելու համար, որ այն անթերի է։ Մազերը հավաքված էին հյուսկով, բայց այս անգամ նա թեթակի շպարվել էր, փորձելով թաքցնել անքուն գիշերվա հոգնածությունը։ Նարեկը դպրոցում էր, վերջապես, դասերի վերսկսվելուց հետո։ Գայանե Մելիքյանը 40 անց մի կին էր, կարճ շիկահեր մազերով, օպտիկական ակնոցով, պրոֆեսիոնալ կեցվածքով, բայց բարի հայացքով։ Նա Մարիամին դիմավորեց ջերմ ժպիտով հրավիրեց նստել իր սենյակում։ Մարիամ, հաճելի է ձեզ հետ ծանոթանալ։ Ես ուղղակի ցուցումներ եմ ստացել պարոն Կարապետյանից ձեր ընկերությունում ինտեգրվելու վերաբերյալ։ Նա շատ հստակ էր այն հարցում, թե ինչ է սպասում մեզնից։ Մարիամը նյարդայնացած էր, ձեռքերը քրտնում էին, սիրտը արագ էր բաբախում։ Նա, ով 5 տարի մաքրել էր այդ շենքը, անտեսանելի բոլորի համար, այժմ նստած էր ղեկավարի սենյակում նրա հետ հարգանքով էին վերաբերվում։ Ես կառավարման կրթություն ունեմ, տիկին Գայանե։ 10 տարի առաջ եմ ավարտել մասնավոր համալսարանը, ցերեկը աշխատելով, իսկ գիշերը սովորելով։ Բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել ոլորտում։ Միշտ ասում էին, թե փորձ չունեմ։ Այդ պատճառով ստիպված եղա ընդունել մաքրության աշխատանքը, որպեսզի կարողանամ պահել որդուս։ Բայց ես գիտեմ աշխատել։ Գիտեմ աղյուսակներ, հաշվետվություններ, գործընթացների կառավարում։ Ինձ պարզապես շանս է պետք։ Գայանեին գլխով արեց, նոթատետրում նշումներ անելով։ Եվ դուք կունենաք այդ շանսը, Մարիամ։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթավերջին, շատ մարդկանց վրա ազդեց այստեղ։ Հատկապես պարոն Կարապետյանի վրա։ Նա վճռական է տրամադրված ամեն ինչ այլ կերպ անելու հարցում։ Եվ դուք կլինեք սպասվող շատ փոփոխություններից առաջինը։ Նա վեր կացավ պահարանից վերցրեց մի թղթապանակ, հանձնելով այն Մարիամին։ Սա ձեր աշխատանքային պայմանագիրն է։
Վարչական օգնականի պաշտոն մարդկային ռեսուրսների բաժնում 6 ամիս անց առաջխաղացման հնարավորությամբ հիմնված կատարողականի վրա։ Սկզբնական աշխատավարձը 400,000 դրամ, գումարած լիարժեք արտոնություններ։ Ընդլայնված առողջության ապահովագրություն ձեր նարեկի համար։ Սննդի փոխհատուցում։ Տրանսպորտի փոխհատուցում։ Ամեն ինչ ձակերպված է։ Մարիամը վերցրեց թղթապանակը դողացող ձեռքերով սկսեց թերթել փաստաթղթերը։ Արդյունքները նորից հայտնվեցին նրա աչքերում, բայց այս անգամ նա չփորձեց թաքցնել դրանք։ Դրանք ուրախության, թեթության, այնպիսի խորը երախտագիտության արդյունքներ էին, որ ցավում էր կրծքում։ Ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել, շշնջաց նա։ Դուք պետք չէ շնորհակալություն հայտնեք ինձ։ Շնորհակալություն հայտնեք ձեր որդուն։ Նա քաջ էր, երբ մենք բոլորս, մեծահասակներս, ձախողվեցինք այդ հարցում։ Գայանեն մեկնեց ձեռքը, Մարիամը ամուր սեղմեց այն, կնքելով ոչ միայն աշխատանքային պայմանագիր, այլ մի նոր սկիզբ։ Մինչդեռ 42-րդ հարկում Ռուբեն Կարապետյանը լիովին այլ հանդիպման էր։ Նստած նույն այդ ապակյա սեղանի շուրջ, բայց այս անգամ առանց սիգարների վիսկիի, կային կրթական իրավունքի հիմնադրամների ոլորտում մասնագիտացված 3 խոշոր փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչներ։ Կային նա 2 ֆինանսական խորհրդատու, մի սոցիալական աշխատող։ Այն կրթական հիմնադրամը, որը դուք ստեղծելու եք, չի կարող լինել հերթական ձականությունը, ասաց Ռուբենը հաստատակամորեն։ Ես ուզում եմ մի բան, որն իսկապես կաշխատի։ Ամբողջական կրթաթոշակներ բոլոր մակարդակների աշխատակիցների երեխաների համար, ոչ միայն ղեկավարների։ Մանկապարտեզից մինչ համալսարան։ Մանկավարժական ուղեկցում, հոգեբանական աջակցություն, ուսումնական նյութեր, ամեն ինչ։ Ուզում եմ, որ սա լինի մոդել, որը այլ ընկերություններ կարող են կրկնօրինակել։ Փաստաբաններից մեկը, կլոր ակնոցով մի միջին տարիքի տղամարդ, մի քանի նշում արեց, ապա հարցրեց. Պարոն Կարապետյան, նմանատիպ կառուցվածքը զգալի ներդրումներ է պահանջում։ Մենք խոսում ենք առնվազն 1.5-ից 2 միլիարդ դրամի մասին միայն սկսելու համար, տարեկան մոտ 500 միլիոնի պահպանման համար։ Դուք պատրաստ եք այդ հանձնառությանը։ Ռուբենը չտատանվեց։ Ես ներդնելու եմ 10 միլիարդ դրամ։ 5-ը հիմա, իսկ մնացածը հաջորդ 5 տարիների ընթացքում։ Եվ ուզում եմ, որ հիմնադրամի անունը լինի Հայկ Սարգսյանի անվան կրթության հնարավորությունների ինստիտուտ։ Սենյակում բոլորը նայեցին նրան, զարմացած։ Հայկ Սարգսյան։ Ո՞վ էր դա։ Դա այն տղայի հայրն էր, ով ստիպեց ինձ տեսնել, թե ինչ էի ես դարձել, բացատրեց Ռուբենը։ Նա անվտանգության ինժեներ էր։ Մահացել էր աշխատանքային պատահարից, ձեռնարկատիրական անփութության պատճառով։ Նա որդուն սովորեցրել էր, որ գիտելիքը միակ բանն է, որը ոչ ոք չի կարող խլել նրանից։ Ուստի այս հիմնադրամը կկրի նրա անունը։ Որպես նրա հիշատակը այն ամենը, ինչ նա ներկայացնում էր, հարգելու միծ։ Հաջորդած լռությունը հարգանքի լռություն էր։ Սոցիալական աշխատողը, կանաչ աչքերով մի երիտասարդ կին, մաքրեց կոկորդը, խոսեց. Դա շատ գեղեցիկ է, պարոն Կարապետյան։ Բայց թույլ տվեք մի հարց տալ։ Ինչը փոխվեց։ Ինչու այս հանկարծակի որոշումը։ Ռուբենը մի քանի վայրկյան լռեց, պատուհանից նայելով ներքում գտնվող քաղաքին։ Երբ նա վերջապես պատասխանեց, նրա ձայնն այլ տոն ուներ, ավելի մեղմ, ավելի մարդկային։ Որովհետև ես մոռացել էի, թե ինչ է նշանակում անտեսանելի լինել։ Ես մոռացել էի այն ցավը, երբ քեզ հետ վերաբերվում են այնպես, կարծես դու ոչինչ չարժես։ Եվ մի 9-ամյա տղա, բոբիկ ու պատրված շորերով, հիշեցրեց ինձ դրա մասին հնարավոր ամենացավոտ ձով։ Նա ինձ ցույց տվեց, որ ես դարձել էի հենց այն, ինչ ամենաշատն էի ատում, երբ երիտասարդ էի։ Եվ եթե ես հիմա չփոխվեմ, ես կմեռնեմ, հիշվելով որպես մեծամիտ բռնակալ։ Իսկ ես դա չեմ ուզում։ Այլս ոչ։ Սոցիալական աշխատողը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա դեմքը։ Ուրեմն եկեք իրականություն դարձնենք դա, պարոն Կարապետյան։ Եկեք ստեղծենք մի բան, որն իսկապես կփոխի կյանքեր։ Եվ այսպես, հաջորդող շաբաթների ընթացքում ամեն ինչ սկսեց փոխվել Կարապետյան հոլդինգում։ Մարիամն արագորեն հարմարվեց նոր պաշտոնին, ցուցաբերելով մի կարողություն, որը զարմացրեց նույնիսկ Գայանեին։
Նա ուշադիր հայացք ուներ գործընթացների նկատմամբ, կարողանում էր նկատել խնդիրներ, որոնք ոչ ոք չէր տեսնում, ուներ բնական էմպաթիա, որը ստիպում էր մյուս աշխատակիցներին իրենց հարմարավետ զգալ նրա հետ խոսելիս։ Կարճ ժամանակում նա դարձավ մարդկային ռեսուրսների բաժնի առանցքային անձը։ Բայց մեծ փոփոխությունը եղավ այն ժամանակ, երբ Գայանեն Մարիամը միասին առաջարկեցին մի աննախադեպ նախագիծ։ Չորեքշաբթի կեսօր էր, երբ նրանք մտան Ռուբենի աշխատասենյակ, սլայդների շնորհանդեսով։ Պարոն Կարապետյան, սկսեց Գայանեն, ես Մարիամը խոսում էինք կրթական հիմնադրամի մասին մի գաղափար ունեցանք։ Նախքան այդ ամբողջ գումարը ապագայի կրթաթոշակների մեջ ներդնելը, ինչ կասեք, եթե պարզենք, թե ինչ տաղանդներ արդեն ունենք այստեղ ներսում։ Քանի բարձր որակավորում ունեցող մարդ է աշխատում ստորադաս պաշտոններում պարզապես այն պատճառով, որ երբեք հնարավորություն չեն ունեցել ցույց տալու, թե ինչի են ընդունակ։ Ռուբենը առաջ թեքվեց, հետաքրքրված։ Շարունակեք։ Մարիամը վերցրեց խոսքը, դեռ նյարդային, բայց աճող վճռականությամբ։ Ես առաջարկեցի, որ հանդիպում կազմակերպենք ստորին օղակի բոլոր աշխատակիցների հետ։ Մաքրություն, անվտանգություն, տեխնիկական սպասարկում, սրճարան, ընդունարան։ Բոլորի։ Եվ խնդրենք նրանց կիսվել իրենց իրական պատմություններով։ Իրենց կրթությամբ, փորձով, թաքնված տաղանդներով։ Առանց դատվելու վախի։ Պարզապես անկեղծություն։ Եվ ապա մենք կգնահատենք ներքին վերաբաշխման, վերապատրաստումների, առաջխաղացումների հնարավորությունները։ Դա կլինի ինչպես վատնված տաղանդների աուդիտ։ Ռուբենը մի պահ լռեց, մշակելով առաջարկը։ Այնժամ նրա դեմքին դանդաղ ժպիտ հայտնվեց։ Դա նախկին մեծամիտ ժպիտը չէր։ Դա անկեղծ ժպիտ էր մեկի, ով վերջապես նպատակ է գտնում։ Արեք դա։ Եվ ես ուզում եմ ներկա լինել այդ հանդիպմանը։ Եվ այսպես, հաջորդ ուրբաթ օրը Կարապետյան հոլդինգի 10-րդ հարկի դահլիճը, որը սովորաբար օգտագործվում էր միայն խոշոր կորպորատիվ շնորհանդեսների համար, բացվեց մի լիովին անսովոր հանդիպման համար։ Մոտ 80 ստորին օղակի աշխատակիցներ այնտեղ էին, նստած փափուկ աթոռներին, նայելով միմյանց շփոթմունքի հետաքրքրության խառնուրդով։ Ի վերջո, նրանց երբեք նման բանի համար չէին կանչել։ Բեմի վրա Մարիամը կանգնած էր, բարձրախոսը ձեռքին։ Նրա կողքին, մի պարզ աթոռի վրա նստած էր Ռուբեն Կարապետյանը։ Ոչ մի տպավորիչ սեղան, ոչ մի բարձր բեմ։ Պարզապես երկու մարդ, դեմ առ դեմ մյուս 80-ի հետ։ Բարի օր բոլորին, սկսեց Մարիամը, ձայնը դեռ մի փոքր դողդոջուն, բայց վճռական։ Իմ անունը Մարիամ Սարգսյան է։ Ձեզնից շատերն ինձ ճանաչում են։ Մինչ 3 շաբաթ առաջ ես աշխատում էի շենքի մաքրման թիմում։ Ես անտեսանելի էի գրեթե բոլորի համար։ Բայց մի բան պատահեց, որը փոխեց իմ կյանքը։ Եվ այսօր ես այստեղ եմ ասելու, որ դուք նույնպես անտեսանելի չեք։ Դուք գոյություն ունեք։ Դուք կարող եք։ Եվ մենք ուզում ենք իմանալ ձեր իրական պատմությունները։ Մրմունջ անցավ դահլիճով։ Մարիամը խորը շունչ քաշեց, շարունակեց։ Ձեզնից քանիսն այստեղ ունեն համալսարանական կրթություն։ Կարող եք ձեռք բարձրացնել։ Դանդաղ տատանվելով որոշ ձեռքեր սկսեցին բարձրանալ։ Սկզբում 5, հետո 10, հետո 20։ Վերջում դահլիճի գրեթե կեսը ձեռք էր բարձրացրել։ Ռուբենի աչքերը չռվեցին զարմանքից։ Նա իսկապես չգիտեր։ Ձեզնից քանիսն են խոսում մեկից ավելի լեզվով։ Էլի ձեռքեր բարձրացան։ Ռուբենը վեր կացավ աթոռից, վերցրեց բարձրախոսը Մարիամի ձեռքից, քայլեց դեպի բեմի եզրը։ Ես ուզում եմ լսել։ Մեկ առ մեկ։ Պատմեք ձեր պատմությունները։ Խնդրում եմ։ Եվ այսպես սկսվեց։ Առաջինը Սարգիսն էր, գիշերային հերթափոխի անվտանգության աշխատակիցներից մեկը։ Մի 45 տարեկան տղամարդ, մարզական կազմվածքով, խորը ձայնով։ Սարգիսը դանդաղ վեր կացավ, կարծես չէր հավատում, որ դա իրոք կատարվում է։ Նա չափված քայլերով մոտեցավ բարձրախոսին, բռնեց առարկան իր մեծ ու կոշտացած ձեռքերով, ապա նայեց Ռուբեն Կարապետյանի աչքերի մեջ։ Այնտեղ կար լուր արժանապատվություն, մի զսպված ուժ, որը գալիս էր տարիների պարտադրված անտեսանելիությունից։ Իմ անունը Սարգիս Օհանյան է։ 7 տարի է, ինչ աշխատում եմ որպես գիշերային պահակ։ Բայց դրանից առաջ ես պատմության ուսուցիչ էի։
Ավարտել եմ ԵՊՀ-ն, մասնագիտացել եմ հայոց պատմության տարածաշրջանային մշակույթի մեջ։ 12 տարի դասավանդել եմ հանրակրթական դպրոցներում։ Բայց երբ 40-ս լրացավ, ինձ աշխատանքից ազատեցին։ Ասացին, որ կարիք ունեն անձնակազմը թարմացնելու, նոր արյուն բերելու։ Ես դա իմ մտքում թարգմանեցի այսպես. ես չափազանց ծեր էի, չափազանց անհարմար։ Ավելի քան 200 ինքնակենսագրական ուղարկեցի։ Ոչ մի պատասխան։ Այդ պատճառով ընդունեցի պահակի աշխատանքը, որովհետև ուտել էր պետք։ Բայց ես դեռ ուսուցիչ եմ։ Պարզապես ոչ ոք չի ուզում լսել այն, ինչ ես ունեմ սովորեցնելու։ Հաջորդած լռությունը ծանր էր, լցված մի ցավոտ ճշմարտությամբ, որը բոլորն այնտեղ ճանաչում էին։ Ռուբենը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա նշան արեց Սարգիսին, որ շարունակի։ Եվ ես 3 լեզվով եմ խոսում, շարունակեց Սարգիսը։ Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Ինքնուրույն եմ սովորել, աշխատանքից հետո գիշերները պարապելով, որովհետև միշտ հավատացել եմ, որ գիտելիքը դիմադրություն է։ Որ ոչ ոք չի կարող քեզնից խլել այն, ինչ դու գիտես։ Ռուբենը մի կարճ վայրկյան փակեց աչքերը։ Այդ խոսքերը արձագանքում էին նույն այն խոսքերին, որոնք Նարեկն էր ասել իր հոր մասին։ Կարծես մի անտեսանելի շղթա կար, որը կապում էր այդ բոլոր մարդկանց, վատնված տաղանդի, անտեսված պոտենցիալի, մերժված մարդկության այդ բոլոր պատմությունները։ Շնորհակալություն, Սարգիս, ասաց Ռուբենը խռպոտ ձայնով։ Ձեր պատմությունը լսվելու է։ Ես խոստանում եմ։ Սարգիսը գլխով արեց վերադարձավ իր տեղը։ Հաջորդը Վարդուհին էր, 12-րդ հարկի սրճարանի խոհարարը։ Մի թմբլիկ 50 տարեկան կին, շագանակագույն մազերով, որոնց մեջ սպիտակ թելեր կային, միշտ անթերի գոգնոցով ժպիտով, որը թաքցնում էր խորը տխրություն։ Իմ անունը Վարդուհի Սահակյան է։ Ես 4 տարի է, ինչ աշխատում եմ խոհանոցում, աշխատակիցների համար նախուտեստներ սուրճ պատրաստելով։ Բայց ես գլխավոր խոհարար եմ եղել։ Գրեթե 20 տարի աշխատել եմ Երանի բարձրակարգ ռեստորաններում։ Մրցանակներ եմ շահել, ամսագրերում եմ հայտնվել, հեռուստատեսությամբ հարցազրույցներ եմ տվել։ Բայց երբ ամուսինս հիվանդացավ, ինձ ճկուն ժամեր էին պետք նրան խնամելու համար։ Խնդրեցի կրճատել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, առաջարկեցի կես դրույքով աշխատել, բայց ինձ ազատեցին։ Ասացին, որ շեֆ խոհարարը չի կարող կես դրույքով լինել, որ խոհանոցը լիակատար նվիրում է պահանջում։ Կարծես ես նվիրված չէի։ Կարծես ամուսնուս հանդեպ իմ նվիրվածությունը պակաս կարևոր էր։ Նա 2 տարի առաջ հեռացավ կյանքից, բայց ես այդպես էլ չկարողացա վերադառնալ բարձր խոհանոց։ Ըստ երույթին, 2 տարվա դադարը քեզ դարձնում է անկարող։ Նրա ձայնը վերջում դողաց, նա ստիպված եղավ կոկորդը մաքրել նախքան շարունակելը։ Բայց ես դեռ այս քաղաքի լավագույն ուտեստներն եմ պատրաստում։ Եվ մարդիկ, ովքեր ուտում են իմ պատրաստածը, նույնիսկ չգիտեն, որ ուտում են մեկի պատրաստած սնունդը, ով ժամանակին ընթրիքներ է պատրաստել նախագահների դեսպանների համար։ Մարիամը Ռուբենի կողքին էր, նրա աչքերում նույնպես արցունքներ կային։ Յուրաքանչյուր պատմություն, որ լսում էր, նման էր սրտին հասցված հարվածի, մի դաժան փաստի, թե որքան տաղանդ, որքան գիտելիք, որքան կյանք էր վատնվում պարզապես այն պատճառով, որ համակարգը դաժան էր, անճկուն, անմարդկային։ Հաջորդը վեր կացավ Անուշը, գլխավոր սրահի ընդունարանի աշխատակցուհին։ Մի երիտասարդ, 32 տարեկան կին, բաց մաշկով, սարդ մազերով ակնոցով։ Նա դողացող ձեռքերով բռնեց բարձրախոսը։ Իմ անունը Անուշ Ֆիդանյան է։ Ես դիվանագետ եմ։ Ավելի ճիշտ, էի։ Ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, անցել եմ ԱԳՆ մրցույթը, 5 տարի ծառայել եմ արտերկրում Հայաստանի դեսպանություններում։ Բայց երբ հղիացա, ամեն ինչ փոխվեց։ Հնարավորությունները սկսեցին չորանալ։ Ինձ փոխադրեցին ավելի ու ավելի անկարող պաշտոնների։ Ասում էին, որ ես այլս չեմ կարող այդքան շատ ճանապարհորդել, չեմ կարող մինչ ուշ աշխատել, չեմ կարող նվիրվել առաջվա պես։ Կարծես մայր լինելն ինձ պակաս ընդունակ էր դարձնում։ Ի վերջո հրաժարական տվեցի, որովհետև այլս չէի դիմանում, որ ինձ հետ վերաբերվեն այնպես, կարծես ես խնդիր եմ։ Եկա այստեղ ընդունարանում աշխատելու, որովհետև ինձ հաստատուն աշխատավարձ էր պետք դստրիկիս միայնակ մեծացնելու համար։ Բայց ես 5 լեզվով եմ խոսում։ Հասկանում եմ դիվանագիտությունից, միջազգային բանակցություններից, արարողակարգից։
Եվ այստեղ նստած պատասխանում եմ հեռախոսազանգերին, նշանակում եմ հանդիպումներ, ժպտում եմ մարդկանց, ովքեր նույնիսկ չեն նայում իմ դեմքին։ Ռուբենը զգում էր մի բան, որը վաղուց չէր զգացել։ Դա բարկություն էր, բայց ոչ ուղղված որևէ կոնկրետ մեկին։ Դա բարկություն էր համակարգի հանդեպ, հասարակության հանդեպ, այն բանի հանդեպ, թե ինչպես էին դասավորված իրերը։ Եվ մի նույն ժամանակ, ամոթ։ Ամոթ այդ համակարգի մասը լինելու համար։ Ամոթ այդ անարդարությանը նպաստելու համար։ Հանդիպումը շարունակվեց գրեթե 3 ժամ։ Յուրաքանչյուր պատմություն ավելի ազդեցիկ էր, քան նախորդը։ Կար հավաքարարը, ով մեխանիկ ինժեներ էր, բայց կորցրել էր աշխատանքը տնտեսական ճգնաժամի ժամանակ, այլևս չէր կարողացել վերադառնալ ոլորտ։ Կար մաքրության օգնականը, ով 2 դիպլոմ ուներ, մանկավարժության հոգեբանության, բայց աշխատանք չէր գտնում, որովհետև արդեն 55 տարեկան էր։ Կար ցերեկային հերթափոխի անվտանգության աշխատակիցը, ով համակարգային վերլուծաբան էր եղել, բայց վթարի էր ենթարկվել, որը նրան թողել էր շարժողական դժվարություններով, նույնիսկ ապաքինվելուց հետո ոչ մի տեխնոլոգիական ընկերություն չէր ուզել նրան վարձել։ Յուրաքանչյուր պատմություն հարված էր ստամոքսին։ Յուրաքանչյուր պատմություն կենդանի ապացույց էր այն բանի, թե ինչպես է հասարակությունը վատնում մարդկանց, ինչպես է վերաբերվում մարդկային արարածներին որպես միանգամյա օգտագործման իրերի, թե ինչպես են նախապաշարմունքները, տարիքային խտրականությունը, անաշխատունակության հանդեպ վերաբերմունքը, սեքսիզմը, ռասիզմը կործանում կյանքեր ու կարիերաներ։ Երբ վերջին մարդը վերջացրեց խոսելը, Ռուբենը քայլեց դեպի բեմի կենտրոնը, կանգնեց այնտեղ, լռության մեջ, նայելով այդ դեմքերին։ Դեմքեր, որոնք նա 1000 անգամ տեսել էր միջանցքներում, մուտքերի մոտ, ելքերի մոտ, բայց երբեք իրականում չէր նկատել։ Իսկ հիմա տեսնում էր։ Տեսնում էր ամեն ինչ։ Տեսնում էր ցավը, տոկունությունը, ուժը, արժանապատվությունը։ Ես բառեր չունեմ, սկսեց նա խեղդվող ձայնով։ Ես տասնամյակներ եմ անցկացրել այս ընկերությունը կառուցելով, կարծելով, թե ստեղծում եմ մի մեծ բան, մի կարևոր բան։ Բայց այսօր ես հասկանում եմ, որ կառուցում էի փտած հիմքերի վրա։ Ես հավերժացնում էի անարդարությունները։ Ես մեղսակից էի մի համակարգի, որը կործանում է մարդկանց։ Եվ ես ներողություն եմ խնդրում։ Ի սրտե։ Կույր լինելու համար։ Խուլ լինելու համար։ Խնդրի մի մասը լինելու համար։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշեց, շարունակեց։ Բայց այսօր դա փոխվում է։ Այսօր այս ընկերությունում նոր դարաշրջան է սկսվում։ Գայանեն Մարիամը աշխատելու են ձեզնից յուրաքանչյուրի հետ, իրական հնարավորություններ գտնելու համար։ Եթե դուք ուզում եք վերադառնալ ձեր մասնագիտական ոլորտներին, մենք հաստիկներ կստեղծենք։ Եթե դուք ուզում եք վերապատրաստվել, մենք կվճարենք դասընթացների համար։ Եթե ձեզ ճկուն ժամեր են պետք ընտանիքի պատճառով, մենք կհարմարվենք։ Վերջ մարդկանց որպես թվերի վերաբերվելուն։ Վերջ տաղանդները վատնելուն։ Վերջ անտեսանելիությանը։ Հանդիսատեսը մի քանի վայրկյան լռեց, ապա դանդաղ ինչ-որ մեկը սկսեց ծափահարել։ Հետո մյուսը։ Եվ մյուսը։ Մինչ ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, ծափահարելով։ Դա էյֆորիայի ծափահարություն չէր։ Դա թեթության, երախտագիտության մի հույսի ծափահարություն էր, որը երկար ժամանակ թաղված էր եղել, վերջապես հարություն էր առնում։ Մարիամն այժմ բացահայտ լաց էր լինում, այլևս չէր փորձում թաքցնել։ Ռուբենը նայեց նրան, մի զգացում ունեցավ, որը կարելի էր հպարտություն անվանել։ Ոչ թե նախկին մեծամիտ հպարտությունը, այլ անկեղծ հպարտությունը, տեսնելով մեկին, ով անտեսանելի էր եղել, իսկ հիմա այնտեղ էր, պատմություն կերտելով, կյանքեր փոխելով։ Հանդիպման լուրը կայծակի պես տարածվեց։ Սկզբում ընկերության ներսում, հետո դրսում։ Մյուս հարկերի աշխատակիցները սկսեցին խոսել պատահածի մասին։ Ոմանք թերահավատությամբ, կարծելով, թե դա պարզապես ներքին մարքեթինգային ռազմավարություն է։ Ոմանք անկեղծ հետաքրքրությամբ։ Իսկ ոմանք էլ նախանձով, զգալով, թե ստորին օղակի աշխատակիցները անարդար արտոնություններ են ստանում։ Բայց այդ ամենը նշանակություն չունեցավ, երբ 3 օր անց Մհեր Լոնյանը մի բան արեց, որը կփոխեր ամեն ինչ։ Մհերը երբեք չէր ներել Ռուբենին այդ տղայի առաջ խոնարհվելու համար։ Նա դա տեսնում էր որպես թուլություն, որպես դավաճանություն այն սկզբունքներին, որոնք իրենք միշտ պաշտպանել էին։ Եվ նա ուներ կատարյալ զենք Ռուբենին կործանելու համար, տեսանյութը։ Որովհետև, իհարկե, տեսանյութ կար։
Այդ ամբողջ խորհրդակցությունների դահլիճը ուներ անվտանգության տեսախցիկներ, որոնք ձայնագրում էին ամեն ինչ օրը 24 ժամ։ Եվ մհերը հասանելիություն ուներ այդ ձայնագրություններին։ Նա էր պատասխանատու շենքի անվտանգության համար իր դուստր ձեռնարկություններից մեկի միջոցով։ Երեքշաբթի գիշերը մհերը մտավ համակարգ, ներբեռնեց Նարեկի Մարիամի նվաստացման ամբողջական տեսանյութը, մոնտաժեց այն, հեռացնելով միայն վերջին մասը, որտեղ Ռուբենը կատարեց խոստումը, ապա անանուն ուղարկեց 3 խոշոր լրատվական պորտալների մի քանի ազդեցիկ բլոգերների, ովքեր միլիոնավոր հետևորդներ ունեին։ Տեսանյութը բայթեց։ 12 ժամից էլ քիչ ժամանակում այն արդեն ուներ ավելի քան 20 միլիոն դիտում։ Մարդիկ սարսափած էին։ Վրդովված։ Զայրացած։ Տեսնել, թե ինչպես է 9-ամյա տղան այդպես նվաստացվում, տեսնել նրա մորը, որին ստիպում են հայտնել իր աշխատավարձը, տեսնել գործարարների ծիծաղը այդ իրավիճակի վրա, չափազանց շատ էր հանրության համար։ Ռուբեն Կարապետյանը դարձավ այն ամենի խորհրդանիշը, ինչ սխալ էր հայկական վայրի կապիտալիզմի մեջ։ Նրա լուսանկարը բոլոր թերթերի շապիկներին էր, բոլոր թրենդներում, բոլոր խոսակցություններում։ Նա չարագործ էր։ Հրեշ։ Դաժան գործարարը, ով զվարճության համար նվաստացնում էր աղքատ երեխաներին։ Կարապետյան հոլդինգի բաժնետոմսերը մեկ օրում ընկան 23%-ով։ Հաճախորդները չեղարկեցին պայմանագրերը։ Մատակարարները պահանջեցին վերանայել պայմանները։ Սպառողների խմբերը բոյկոտներ կազմակերպեցին։ Տնօրենների խորհուրդը արտահերթ նիստ հրավիրեց։ Ռուբենն իր աշխատասենյակում էր, երբ ստացավ խորհրդի նախագահ Հայկ Բորյանի զանգը։ Գծի մյուս ծայրում ձայնը լցված էր բարկությամբ, հուսահատությամբ։ Ռուբեն, կբացատրես ինձ, թե սա ինչ գրողի տարածն է։ Դու հասկանում ես, թե ինչ ճգնաժամ ես առաջացրել։ Բաժնետոմսերը գահավիժել են։ Մենք ունենք ներդրողներ, ովքեր ուզում են դուրս գալ։ Աշխատակիցները հրաժարականներ են տալիս։ Սա աղետ է։ Ռուբենը նստած էր իր բազկաթոռին, նայելով համակարգչին, որտեղ տեսանյութը հազարերորդ անգամ էր նվագարկվում։ Նա տեսնում էր իրեն, ծաղրելիս Նարեկին։ Տեսնում էր Բոբիկ տղային, պատրված շորերով։ Տեսնում էր նվաստացած Մարիամին։ Եվ խորը սրտխառնոց էր զգում։ Ես գիտեմ, Հայկ։ Տեսել եմ։ Տեսնելը ոչինչ չի լուծում, գոռաց Հայկը։ Մեզ գործողություն է պետք։ Մեզ վնասների վերահսկում է պետք։ Դու պետք է հրաժարական տաս։ Այլ տարբերակ չկա։ Դու դարձել ես թունավոր ընկերության համար։ Ռուբենը փակեց աչքերը։ Նրա մի մասը ուզում էր պայքարել, ուզում էր դիմադրել, ուզում էր պաշտպանվել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը փոխվել էր 9-ամյա տղայի շնորհիվ, գիտեր, որ դա արժանի էր։ Նա էր դա արել։ Նա էր եղել այդ հրեշը։ Եվ հիմա քաղում էր հետանքները։ Ես հրաժարական չեմ տալու, ասաց Ռուբենը մի հանգստությամբ, որը նույնիսկ իրեն զարմացրեց։ Բայց ես ավելի լավ բան կանեմ։ Ես կընդունեմ։ Կընդունես։ Ինչ նկատի ունես, կընդունես։ Ես մամուլի ասուլիս կնշանակեմ։ Ես կհայտնվեմ Մարիամի Նարեկի կողքին։ Ես կպատմեմ ամբողջ պատմությունը։ Ես չեմ թաքնվելու։ Ես առերեսվելու եմ։ Ռուբեն, սա մասնագիտական ինքնասպանություն է։ Եթե դու հիմա հրապարակավ հայտնվես, ամեն ինչ կվատթարացնես։ Թող իրավաբանները զբաղվեն դրանով, թող հասարակայնության հետ կապերի բաժինը, ոչ, ընդհատեց Ռուբենը։ Վերջ հասարակայնության հետ կապերին, վերջ իրավաբաններին, վերջ սառը հաշվարկված պաշտոնական հաղորդագրություններին։ Ես եմ դա արել։ Ես էի։ Եվ ես կկրեմ հետանքները։ Ասուլիսը նշանակիր վաղը։ Եվ նախքան Հայկը կհասցներ բողոքել, Ռուբենն անջատեց հեռախոսը։ Նա ապա վերցրեց բջջայինը, զանգեց Մարիամին։ Նա պատասխանեց երրորդ զանգից, մտահոգ ձայնով։ Պարոն Կարապետյան։ Ես տեսա տեսանյութը։ Բոլորն են տեսել։ Ես։ Մարիամ, ինձ ձեր օգնությունն է պետք։ Ինձ պետք է, որ դուք Նարեկը վաղը ինձ հետ հայտնվեք մամուլի ասուլիսին։ Ես պատմելու եմ ամբողջ պատմությունը։ Ես ընդունելու եմ այն ամենը, ինչ արել եմ։ Բայց ես դա կարող եմ անել միայն այն դեպքում, եթե դուք ինձ հետ լինեք։ Գծի մյուս ծայրում լռություն տիրեց։ Ռուբենը լսում էր Նարեկին հետնապլանում, ով հարցնում էր, թե ով է։
Մարիամը ինչ-որ բան մրմնջաց որդուն, ապա վերադարձավ հեռախոսին։ Ինչու ես պետք է դա անեմ։ Ինչու ես պետք է օգնեմ ձեզ այն ամենից հետո, ինչ դուք արեցիք։ Ռուբենը զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Դա արդարացի հարց էր։ Ավելի քան արդարացի։ Որովհետև դուք ինձնից լավն եք։ Որովհետև Նարեկը ինձնից լավն է։ Որովհետև դուք ինձ սովորեցրիք մի բան, որը ես մոռացել էի։ Եվ որովհետև ամբողջական պատմությունը պետք է պատմվի։ Ոչ թե այն մոնտաժված տարբերակը, որը տարածում են, այլ ամբողջ ճշմարտությունը։ Ներառյալ այն մասը, որտեղ ես ձախողվեցի, բայց նա այն մասը, որտեղ ես փորձեցի ուղղել։ Մարդիկ պետք է իմանան, որ հնարավոր է փոխվել։ Որ հնարավոր է սովորել։ Որ հնարավոր է քավել մեղքերը։ Մեկ այլ լռություն։ Եվ ապա Մարիամը պատասխանեց հոգնած, բայց հաստատուն ձայնով. Ես կխոսեմ Նարեկի հետ։ Եթե նա համաձայնի, մենք կգանք։ Բայց մի պայմանով։ Որն է։ Դուք պաշտոնապես կհայտարարեք, որ այն 10 միլիարդը, որը դուք առաջարկեցիք որպես կատակ, իրականում կներդրվի կրթական հիմնադրամում։ Ամբողջ գումարը։ Եվ դուք դա կանեք Հայկի, Նարեկի հոր անունից։ Ռուբենը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Նա գլխով արեց, թե գիտեր, որ նա չի կարող տեսնել։ Այդպես էլ կլինի։ Շնորհակալություն, Մարիամ։ Մամուլի ասուլիսը նշանակված էր հաջորդ օրը, առավոտյան ժամը 10-ին Կարապետյան հոլդինգի գլխավոր դահլիճում։ Ավելի քան 200 լրագրողներ, թղթակիցներ, լուսանկարիչներ, հեռուստատեսային օպերատորներ լցրել էին տարածքը։ Հեռուստաընկերությունների ուղղաթիռները պտտվում էին շենքի վրա։ Ռեպորտաժային մեքենաները փակել էին հյուսիսային պողոտան։ Դա ամենամեծ մեդիա կրկեսն էր, որ Երանը տեսել էր տարիներ շարունակ։ Ռուբենը բեմ մտավ առաջինը։ Նա հագել էր մի պարզ կոստյում, առանց փողկապի, առանց ցուցադրականության։ Թվում էր, 10 տարով ծերացել էր մեկ շաբաթում։ Աչքերի տակի խորը շրջանակները, թեթակի կախված ուսերը, ծանրացած արտահայտությունը։ Նրա կողքին մտան Մարիամն ու Նարեկը։ Նա հագել էր համեստ դասական հագուստ, տղան դպրոցական համազգեստ ջինսետ աբատ։ Տղան ամուր բռնել էր մոր ձեռքը։ Լռությունը, որը տիրեց, երբ նրանք կանգնեցին բարձրախոսների առաջ, գրեթե շոշափելի էր։ Տեսախցիկների լույսերը անդադար փայլատակում էին։ Ռուբենը խորը շունչ քաշեց, սկսեց խոսել, առանց որեն նշում կարդալու, առանց սցենարի, պարզապես խոսելով սրտից։ Իմ անունը Ռուբեն Կարապետյան է։ Ես այն տեսանյութի տղամարդն եմ, որը դուք տեսել եք։ Ես այն մարդն եմ, ով նվաստացրել է մի երեխայի նրա մորը։ Ես եմ դա արել։ Եվ արդարացում չկա իմ արածի համար։ Չկա հիմնավորում։ Դա դաժան էր։ Դա անմարդկային էր։ Դա անպաշտպանելի էր։ Նա դադար տվեց, նայելով ուղիղ տեսախցիկներին։ Տասնամյակներ շարունակ ես օգտագործել եմ իմ ուժը մարդկանց ճնշելու համար։ Ծաղրելու համար նրանց, ովքեր ավելի քիչ ունեին։ Ինձ վերադաս զգալու համար։ Ես կայսրություն կառուցեցի, բայց դա արեցի տրորելով նրանց, ովքեր պաշտպանվելուց չունեին։ Եվ ես կարծում էի, թե ճիշտ եմ։ Կարծում էի, թե դա ուժ է։ Բայց ես սխալվում էի։ Սարսափելի սխալվում էի։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, նա չսրբեց դրանք։ Իմ կողքին կանգնած այս տղան, Նարեկ Սարգսյանը, ինձ տվեց իմ կյանքի ամենամեծ դասը։ Նա, 9-ամյա, բոբիկ, պատրված շորերով, ինձ ցույց տվեց, թե ինչ է արժանապատվությունը։ Ինչ է քաջությունը։ Ինչ է մարդկությունը։ Նա կարող էր ընդունել այն գումարը, որը ես առաջարկեցի։ Կարող էր վրեժ լուծել։ Բայց ոչ։ Նա արդարություն պահանջեց։ Հարգանք պահանջեց։ Հնարավորություններ պահանջեց ոչ միայն իր, այլ բոլորի համար։ Ռուբենը շրջվեց դեպի Նարեկն ու Մարիամը մի բան արեց, որը ցնցեց բոլոր ներկաներին։ Նա ծնկի իջավ։ Այնտեղ 200 տեսախցիկների առաջ, ամբողջ աշխարհի առաջ, մագնատը ծնկի իջավ երեխայի մոր առջ, որոնց նա նվաստացրել էր։ Ես ներողություն եմ խնդրում։ Իմ ամբողջ սրտով։ Այն բանի համար, ինչ արեցի։ Այն ցավի համար, որ պատճառեցի։ Այն նվաստացման համար, որ պարտադրեցի։ Դուք արժանի չէիք դրան։
Ոչ ոք արժանի չէ։ Մարիամը լաց էր լինում։ Նարեկը մնում էր լուրջ, բայց նրա աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ Տղան ապա մի անսպասելի բան արեց։ Նա մեկնեց ձեռքը Ռուբենին, օգնելով նրան վեր կենալ գետնից։ Վեր կացեք, պարոն Կարապետյան։ Ծնկի իջնելով չէ, որ դուք կուղեք ամեն ինչ։ Աշխատելով է։ Փոխվելով է։ Այլ կերպ անելով է։ Դահլիճը պայթեց։ Լրագրողները հարցեր էին գոռում։ Տեսախցիկները փայլում էին։ Բայց Նարեկը դեռ չէր վերջացրել։ Նա վերցրեց բարձրախոսը, թե շատ փոքր էր դրան հարմարավետ հասնելու համար, ձգվեց ոտքերի մատների վրա, խոսեց մի հստակ ու հաստատուն ձայնով, որն արձագանքեց ամբողջ դահլիճում։ Հայրս ինձ սովորեցրել է, որ յուրաքանչյուրն արժանի է երկրորդ հնարավորության։ Որ մարդիկ կարող են սխալվել, բայց նա կարող են սովորել։ Պարոն Կարապետյանը սխալվեց։ Շատ սխալվեց։ Բայց նա փորձում է ուղղել։ Եվ դա մի բան արժե։ Նարեկը նայեց տեսախցիկներին, լրագրողներին, աշխարհին, որը հետում էր։ Ես առանձնահատուկ չեմ։ Մայրս առանձնահատուկ չէ։ Մենք սովորական մարդիկ ենք։ Բայց մենք մարդ ենք։ Արժանապատվությամբ։ Երազանքներով։ Արժեքով։ Եվ մեզպես միլիոնավոր մարդիկ կան, ովքեր աշխատում են անտեսանելի աշխատանքներում, որոնց հետ վերաբերվում են այնպես, կարծես նրանք գոյություն չունեն։ Եվ դա պետք է փոխվի։ Ոչ միայն այս ընկերությունում, այլ ամենուր։ Նա մատնացույց արեց Ռուբենին։ Պարոն Կարապետյանը խոստացավ 10 միլիարդ դրամ ներդնել կրթական հիմնադրամում, հորս անունով։ Եվ նա կկատարի դա։ Որովհետև հենց այդպես ենք մենք սկսում ուղղել իրերը։ Մեկական խոստումով։ Մեկական հնարավորությունով։ Մեկական մարդով։ Լրագրողների հարցերը շատ էին։ Տեսանյութի մասին, Ռուբենի փոփոխության մասին, կրթական հիմնադրամի մասին, ընկերության բաժնետոմսերի մասին, ամեն ինչի մասին։ Ռուբենը պատասխանեց բոլորին անկեղծությամբ։ Ընդունեց իր սխալները, առանց արդարանալու փորձի։ Խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք իրականացնում էր։ Սարգիսի, Վարդուհու, Անուշի բոլոր այն վատնված տաղանդների մասին, որոնք հայտնաբերվել էին։ Ասուլիսը տեց գրեթե 2 ժամ։ Երբ այն ավարտվեց, ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչպես կարձագանքի հանրային կարծիքը։ Ռուբենը լիովին բացվել էր։ Ամեն ինչ ընդունել էր։ Խոցելիություն էր ցուցաբերել։ Մի աշխարհում, որտեղ առաջնորդները երբեք չեն ընդունում սխալները, դա կամ շատ քաջ էր, կամ շատ հիմար։ Հաջորդող ժամերին համացանցը նորից պայթեց։ Բայց այս անգամ տոնայնությունն այլ էր։ Կային, իհարկե, նրանք, ովքեր ասում էին, թե դա ամբողջը թատրոն է, որ Ռուբենը պարզապես փորձում է փրկել իր կերպարը։ Բայց կար նա մարդկանց աճող ալիք, ովքեր հուզվել էին սխալը ընդունելու քաջությունից։ Ծնկի իջնելու խոնարհությունից։ Նարեկի ելույթից։ Մամուլի ասուլիսին հաջորդած օրերը Ռուբեն Կարապետյանի կյանքի ամենաինտենսիվ օրերն էին։ Արձագանքը համաշխարհային էր։ Ասուլիսի տեսանյութը, Ռուբենի ծնկի իջնելով Նարեկի արժանապատվության մասին խոսքերով, ավելի շատ տարածվեց, քան սկզբնական նվաստացման տեսանյութը։ Միջազգային լրատվական ալիքները հաղորդեցին պատմությունը։ Հոգեբանները, սոցիոլոգները, վարքագծի մասնագետները քննարկեցին դեպքը հեռուստահաղորդումների ժամանակ, գիտական հոդվածներում, փոդքասթներում։ Հանրային արձագանքը երկփեղկված էր, բայց ինչ-որ բան փոխվում էր։ Մինչ ոմանք շարունակում էին Ռուբենին կեղծավոր պատեհապաշտ անվանել, մյուսները տեսնում էին այնտեղ մի բան, որը հազվադեպ է ժամանակակից կորպորատիվ աշխարհում, մեկին, ով հրապարակավ ընդունում է, որ սխալվել է, փորձում է իրոք փոխվել։ Եվ այդ երկրորդ ձայնը գնալով ավելի էր բարձրանում։ Կարապետյան հոլդինգի բաժնետոմսերը, որոնք գահավիժել էին վտանգավոր մակարդակի, սկսեցին կայունանալ։ Դրանք անմիջապես չվերադարձան նախկին մակարդակին, բայց դադարեցին ընկնել։ Որոշ ներդրողներ, ովքեր սպառնացել էին հեռանալ, որոշեցին սպասել տեսնել, թե ինչ կլինի։ Եվ ինչ-որ բան կատարվում էր։ Ռուբենը պարզապես չէր խոսում։ Նա գործում էր։ Ասուլիսի հաջորդ օրը նա հավաքեց ընկերության ամբողջ տնօրինությանը խորհրդակցությունների դահլիճում։ Այս անգամ չկային սիգարներ, վիսկի կամ պարծենկոտություն։ Միայն սուրճ ջուր։ Եվ հստակ օրակարգ։
Այսօրվանից, հայտարարեց նա հաստատակամ ձայնով, այս ընկերությունը գործելու է այլ կերպ։ Էական ծառայությունների բոլոր արտապատվիրումները կվերանայվեն։ Պայմանագրերը, որոնք չնչին աշխատավարձեր են վճարում, կվերաբանակցվեն աշխատողների արժանապատվությունը երաշխավորելու համար։ Յուրաքանչյուր աշխատակից, անկախ պաշտոնից, կունենա հասանելիություն նույն հիմնական արտոնություններին։ Առողջության ապահովագրություն, սննդի փոխհատուցում, տրանսպորտ։ Առանց բացառության։ Որոշ տնօրեններ փորձեցին բողոքել, խոսելով ծախսերի մասին, շահույթի վրա ազդեցության մասին, մրցունակության անհրաժեշտության մասին։ Ռուբենը կտրեց նրանց ձեռքի շարժումով։ Շահույթը կարևոր է, բայց ոչ ցանկացած գնով։ Եթե այս ընկերությունը չի կարողանում լինել շահութաբեր, վճարելով արժանապատիվ աշխատավարձեր առաջարկելով մարդկային պայմաններ, ուրեմն այն արժանի չէ գոյություն ունենալու։ Դա այդքան պարզ է։ Հենց այդ պահին շատ տնօրեններ հասկացան, որ այլս գործ չունեն նախկին Ռուբենի հետ։ Սա մի այլ մարդ էր։ Փոխված։ Եվ նրանք, ովքեր չէին ընդունում այդ փոփոխությունը, կամաց-կամաց սկսեցին հեռանալ։ Մհեր Լոնյանն առաջիններից էր։ Նա հրաժարական տվեց խորհրդի իր բոլոր պաշտոններից խզեց արտրային հարաբերությունները Կարապետյան հոլդինգի հետ։ Մյուսները հետեցին նրան։ Բայց յուրաքանչյուր հեռացողի փոխարեն գալիս էին նոր պրոֆեսիոնալներ։ Մարդիկ, ովքեր նույնանում էին նոր փիլիսոփայության հետ։ Կառավարիչներ, ովքեր հավատում էին սոցիալական պատասխանատվությանը։ Ներդրողներ, ովքեր առաջնահերթություն էին տալիս ազդեցությանը, անմիջական շահույթի փոխարեն։ Եվ աստիճանաբար ընկերությունը սկսեց փոխվել ներսից դուրս։ Մարիամը, ով այժմ համակարգող պաշտոն էր զբաղեցնում մարդկային ռեսուրսների բաժնում, ղեկավարում էր տաղանդների վերաբաշխման աշխատանքային խումբը։ Սարգիսը թողեց գիշերային անվտանգության աշխատանքը, սկսեց համակարգել կորպորատիվ կրթության ծրագիրը, դասախոսություններ, սեմինարներ անցկացնելով բազմազանության ներառականության մասին։ Վարդուհին ստանձնեց սրճարանի կառավարումը, ներդրեց լիովին նոր մենյու, բերելով կայուն առողջ գաստրոնոմիայի հայեցակարգեր։ Անուշը տեղափոխվեց ընկերության միջազգային հարաբերությունների բաժին, որտեղ վերջապես կարող էր օգտագործել իր 5 լեզուները դիվանագիտական փորձը։ Յուրաքանչյուր փոխակերպման պատմություն դառնում էր նորություն։ Յուրաքանչյուր վերաբաշխված աշխատակից կենդանի օրինակ էր այն բանի, որ հնարավոր էր այլ կերպ անել։ Եվ դա սկսեց ոգեշնչել այլ ընկերությունների։ Սկզբում Երանում, հետո այլ մարզերում, հետո այլ երկրներում։ Կարապետյան հոլդինգի մոդելը դառնում էր հղումային կետ, ոչ թե իր չափերով կամ շահույթով, այլ իր մարդկայնությամբ։ Հայկ Սարգսյանի անվան կրթության հնարավորությունների ինստիտուտը պաշտոնապես բացվեց մամուլի ասուլիսից 3 ամիս անց։ Արարողությունը տեղի ունեցավ Երանի ծայրամասային դպրոցներից մեկում, Էրեբունի համայնքում, հեռու հյուսիսային պողոտայի շքեղ սրահներից։ Ռուբենը պնդել էր դա։ Նա ուզում էր, որ բացումը տեղի ունենա այնտեղ, որտեղ ինստիտուտը իրականում փոփոխություն կբերեր։ Դպրոցի բակը լիքն էր։ Հարյուրավոր երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, լրագրողներ։ Նարեկն այնտեղ էր, մոր կողքին, հագած դպրոցական համազգեստը։ Երբ Ռուբենը սկսեց իր ելույթը, նա չխոսեց տեսախցիկների համար։ Նա խոսեց երեխաների համար։ Այս ինստիտուտը կրում է Հայկ Սարգսյանի անունը, մի մարդու, ում ես երբեք չեմ ճանաչել, բայց ով փոխեց իմ կյանքը իր մեծացրած որդու միջոցով։ Հայկը Նարեկին սովորեցրել էր, որ գիտելիքը միակ բանն է, որը ոչ ոք չի կարող խլել ձեզնից։ Եվ այսօր նրա անունով մենք երաշխավորում ենք, որ մյուս երեխաները նույնպես հասանելիություն ունենան այդ գիտելիքին։ Ռուբենը մատնացույց արեց բրոնզե տախտակը, որը բացվում էր դպրոցի մուտքի մոտ, Հայկ Սարգսյանի անունով, փորագրված մեծ տառերով։ Սա լավություն չէ։ Դա բարեգործություն չէ։ Դա արդարություն է։ Դա այն նվազագույնն է, որը հասարակությունը պետք է երաշխավորի, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել, որքան են վաստակում իր ծնողները, ինչպիսին է իր մաշկի գույնը, հնարավորություն ունենա զարգացնելու իր ներուժը։ Եվ եթե ինչ-որ մեկը հարցնի, թե ինչու է գործարարը 10 միլիարդ դրամ ներդնում սրա մեջ, պատասխանը պարզ է, որովհետև մենք պարտք ենք դա։ Որովհետև տասնամյակներ շարունակ մենք ավելին ենք վերցրել, քան վերադարձրել ենք։ Որովհետև ժամանակն է փոխվելու։ Երեխաները ծափահարեցին։ Ոչ թե այն պատճառով, որ լիովին հասկանում էին բոլոր բառերը, այլ որովհետև զգում էին հույզը, անկեղծությունը, այն փոփոխությունը, որը կատարվում էր այնտեղ։
Նարեկին նույնպես հրավիրեցին խոսելու։ Նա բարձրացավ փոքրիկ ինքնաշեն բեմը, վերցրեց բարձրախոսը, նայեց մյուս երեխաներին, որոնցից շատերը նույնքան աղքատ էին, որքան ինքն էր եղել։ Ոմանք բոբիկ էին, ոմանք պատրված շորերով, բայց բոլորն ունեին նույն մեծ ու ուշադիր աչքերը, որոնք ինքն ուներ։ Հայրս ինձ ասում էր, որ մենք չենք ընտրում, թե որտեղ ենք ծնվում։ Չենք ընտրում, փող կունենանք, թե ոչ։ Բայց մենք կարող ենք ընտրել, թե ով ենք ուզում լինել։ Ես ընտրեցի չընդունել նվաստացումը։ Ընտրեցի պայքարել հարգանքի համար։ Եվ դուք նույնպես կարող եք ընտրել։ Կարող եք սովորել, կարող եք երազել։ Եվ հիմա, այս ինստիտուտի հետ, դուք մեկ գործիք կունենաք այդ երազանքները իրականություն դարձնելու համար։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Մայրերը լաց էին լինում։ Ուսուցիչները հուզված էին։ Իսկ Ռուբենը, ով հետում էր մի անկյունից, զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Զգաց, որ իր կյանքը նպատակ ունի։ Զգաց, որ վերջապես անում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Ամիսներն անցան։ Հայկ Սարգսյանի անվան ինստիտուտը մեծացավ։ Այն սկսեց սպասարկել 50 երեխայի։ Առաջին տարվա վերջում արդեն 200-ն էին։ Երկրորդ տարում 500-ը։ Այլ ընկերություններ սկսեցին ֆինանսապես աջակցել նախագծին։ Կամավորներն առաջարկեցին անվճար պարապմունքներ անցկացնել։ Համալսարանները գործընկերության պայմանագրեր կնքեցին ինստիտուտի այն սաներին, ովքեր կհասնեին բարձրագույն կրթության անվճար տեղեր տրամադրելու համար։ Կարապետյան հոլդինգը նույնպես փոխվեց։ Բաժնետոմսերը նորից սկսեցին աճել, ոչ նախկին մակարդակներին, բայց առողջ կայուն չափով։ Ընկերությունը կորցրեց որոշ հաճախորդների, ովքեր չէին նույնանում նոր փիլիսոփայության հետ, բայց ձեռք բերեց այլ հաճախորդների, ովքեր գնահատում էին սոցիալական պատասխանատվությունը։ Շահույթը սկզբում նվազեց մոտ 15%-ով, բայց ընկերությունն ավելի կայուն էր, ավելի մարդկային, ավելի կապված իր աշխատակիցների հետ։ Ռուբենը նույնպես փոխվեց։ Ոչ միայն խոսքով, այլ կոնկրետ գործողություններով։ Նա կրճատեց իր սեփական աշխատավարձը 40%-ով, այդ գումարը ուղղեց ներքին սոցիալական ծրագրերին։ Հրաժարվեց անձնական ուղղաթիռից, անցնելով վարորդի կամ նույնիսկ հասարակական տրանսպորտի, երբ հնարավոր էր։ Վաճառեց իր ունեցած 3 առանձնատներից 2-ը, գումարը նվիրաբերեց կազմակերպություններին, որոնք զբաղվում էին կրթությամբ, սոցիալական բնակարանաշինությամբ։ Բայց ամենանշանակալի փոփոխությունը այն փոքրիկ տիտանե սեյֆի մեջ էր, 42-րդ հարկում։ Ռուբենը կատարել էր կոդը փոխելու խոստումը։ Բայց նա չէր ընտրել պատահական գաղտնաբառ։ Նա ընտրել էր մի բան, որն իմաստ ուներ։ Այժմ հասանելիության կոդը Նարեկի ծննդյան ամսաթիվն էր, դեկտեմբեր 3, 2016։ Ամեն անգամ, երբ Ռուբենը կարիք էր ունենում բացել այդ սեյֆը, նա պետք է հավաքեր այդ ամսաթիվը։ Եվ ամեն անգամ հավաքելիս նա հիշում էր։ Հիշում էր իր պատճառած նվաստացումը։ Հիշում էր ստացած դասը։ Հիշում էր, որ ուժը առանց մարդկայնության պարզապես բռնապետություն է։ Սեյֆի ներսում այլս միայն կորպորատիվ փաստաթղթեր փող չկային։ Այնտեղ կար ավելի արժեքավոր մի բան։ Նամակներ։ Հարյուրավոր նամակներ։ Դրանք երախտագիտության նամակներ էին ինստիտուտի առաջին շահառու երեխաներից։ Նամակներ այն աշխատակիցներից, ովքեր վերաբաշխվել էին իրենց որակավորմանը համապատասխան պաշտոնների։ Նամակներ մայրերից, ովքեր այժմ կարող էին երազել իրենց երեխաների ավելի լավ ապագայի մասին։ Ռուբենը պահում էր դրանցից յուրաքանչյուրը որպես գանձ։ Եվ անքուն գիշերներին, երբ կասկածներ էին առաջանում, երբ շուկայի ճնշումը սեղմում էր, երբ ձայներն ասում էին, թե նա թույլ է դառնում, նա բացում էր այդ սեյֆը, կարդում այդ նամակները։ Եվ հիշում էր, թե ինչու էր այդ ամենը անում։ Այդպիսի գիշերներից մեկում, ինստիտուտի բացումից 6 ամիս անց, Ռուբենը մի այլ տեսակի նամակ ստացավ։ Այն եկել էր սովորական փոստով, պարզ ծրարով, առանց ուղարկողի հասցեի։ Ներսում ձեռագիր թերթիկ էր։ Ձեռագիրը նրբագեղ էր, բայց դողդոջուն։ Ռուբենը ճանաչեց, թե ումից էր, նախքան կարդալ սկսելը։ Դա Մհեր Լոնյանից էր։ Նամակը սկսվում էր այսպես. Ռուբեն, չգիտեմ, կկարդաս սա, թե ոչ։ Չգիտեմ, պետք է գրեի, թե ոչ։ Բայց պետք է սիրտս բացեմ։ Ես էի, որ տարածեցի տեսանյութը։ Ես էի, որ քեզ դավաճանեցի։
Կարծում էի, թե քեզ պատժում եմ այդ տղայի առաջ խոնարհվելու համար։ Կարծում էի, թե պաշտպանում եմ մեր արժեքները, աշխարհը տեսնելու մեր ձ. Բայց ես սխալվում էի։ Ռուբենը դանդաղ նստեց բազկաթոռին, սիրտը արագ բաբախելով։ Շարունակեց կարդալ. Աղջիկս, Անին, 16 տարեկան է։ Անցյալ շաբաթ նա դպրոցում էթիկայի դասի ժամանակ տեսել էր ասուլիսի տեսանյութը։ Ուսուցչուհին օգտագործել էր դա որպես առաջնորդության փոխակերպման օրինակ։ Եվ երբ Անին տուն եկավ, նա ինձ հարցրեց. Հայրիկ, դու քաջություն կունենայիր ընդունելու քո սխալները, ինչպես արեց պարոն Կարապետյանը։ Դու քաջություն կունենայիր ծնկի իջնելու ներողություն խնդրելու։ Ռուբենը զգաց մի հանգույց կոկորդում։ Շարունակեց կարդալ. Ես չկարողացա պատասխանել։ Լուռ մնացի։ Եվ այդ լռության մեջ ես ինձ տեսա։ Իսկապես տեսա։ Եվ ինձ դուր չեկավ այն, ինչ տեսա։ Հասկացա, որ ամբողջ կյանքս անցկացրել եմ ուժեղ, անկոտրում մարդու կերպար կառուցելով, ով երբեք թուլություն չի ընդունում։ Բայց ինչ է ուժը, Ռուբեն։ Երեխաներին նվաստացնելն է։ Աշխատակիցներին շահագործելն է։ Երբեք չընդունելը, որ սխալվել ես։ Դա ուժ չէ։ Դա քողարկված վախկոտություն է։ Արցունքները սկսեցին մշուշել Ռուբենի տեսողությունը։ Նա ստիպված եղավ մի պահ դադարեցնել կարդալը, սրբել աչքերը, խորը շունչ քաշել։ Հրաժարական եմ տվել այլ ընկերությունների իմ բոլոր պաշտոններից։ Վաճառել եմ բաժնետոմսերիս կեսը, ստեղծել եմ միայնակ մայրերի աջակցության հիմնադրամ, իմ սեփական մոր անունով, ով 3 երեխա մեծացրեց, միայնակ երբեք ճանաչում չստացավ։ Ես փորձում եմ, Ռուբեն։ Փորձում եմ ավելի լավը լինել։ Փորձում եմ սովորել այն տղայից, ով մեզ այդքան բան սովորեցրեց։ Նամակը վերջանում էր մի պարզ, բայց հզոր նախադասությամբ. Շնորհակալություն փոխվելու քաջություն ունենալու համար։ Դու մի դուռ բացեցիր, որի գոյության մասին ես նույնիսկ չգիտեի։ Ռուբենը զգուշորեն ծալեց նամակը, պահեց այն սեյֆում, մյուսների հետ միասին։ Մհերը նույնպես փոխվում էր։ Եվ դա նշանակում էր, որ փոխակերպումը դուրս էր գալիս Կարապետյան հոլդինգի սահմաններից։ Այն դիպչում էր սրտերին, փոխում էր մտքերը, ոգեշնչում էր ուրիշներին հարցականի տակ դնել իրենց սեփական ընտրությունները։ Այդ նույն տարվա վերջում ընկերությունը սոցիալական ազդեցության ամբողջական աուդիտ անցկացրեց։ Թվերը տպավորիչ էին։ Աշխատակիցների հոսունության ցուցանիշը ընկել էր 60%-ով։ Արտադրողականությունը աճել էր 25%-ով։ Կազմակերպչական մթնոլորտը կտրուկ բարելավվել էր։ Եվ ամենակարևորը, 120 աշխատակից վերաբաշխվել էր իրենց որակավորմանը ավելի համապատասխան պաշտոնների, ինչը հանգեցրել էր փոխակերպման պատմությունների, որոնք ոգեշնչում էին բոլոր մյուսներին։ Սարգիսը, նախկին պահակը, ով այժմ համակարգում էր կորպորատիվ կրթությունը, ներդրեց մի մենթորության ծրագիր, որտեղ բարձրաստիճան ղեկավարները 1 օր անցկացնում էին օպերատիվ գործառույթներ կատարելով։ Ռուբենն առաջինն էր, որ մասնակցեց։ Նա մի ամբողջ օր աշխատեց որպես մաքրության օգնական, լվանալով զուգարանները, դատարկելով աղբամանները, ավլելով միջանցքները։ Օրվա վերջում նա ուժասպառ էր։ Բայց նա ավելի շատ բան էր սովորել ընկերության մասին այդ 8 ժամվա ընթացքում, քան սովորել էր ամիսներ տաց ֆինանսական հաշվետվություններից։ Վարդուհին, սրճարանի նախկին խոհարարը, ով այժմ սննդի ոլորտի մենեջերն էր, լիովին փոխեց ընկերության գաստրոնոմիական փորձառությունը։ Ներդրեց սեզոնային, օրգանական, կայուն մենյուներ։ Եվ ավելի կարևոր, ստեղծեց խոհարարական վերապատրաստման ծրագիր այլ աշխատակիցների համար, ովքեր ուզում էին սովորել արհեստը։ Սրճարանը, որը նախկինում պարզապես ֆունկցիոնալ վայր էր, դարձավ շփման, սովորելու արժանապատվության տարածք։ Անուշը, նախկին դիվանագետ ընդունարանի աշխատակցուհին, ղեկավարում էր ընկերության միջազգային ընդլայնումը, բերելով իր փորձն ու մշակութային զգայունությունը բանակցություններում, որոնք նախկինում արվում էին կոպիտ անզգայուն ձով։ Նա, ով նախկինում պատասխանում էր հեռախոսազանգերին նշանակում հանդիպումներ, այժմ միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքում 3 տարբեր լեզուներով։ Այս պատմություններից յուրաքանչյուրը ապացույց էր այն բանի, որ վատնված տաղանդները պարզապես անհատական կորուստ չէին, այլ հավաքական կորուստ։ Ընկերությունն ավելի լավն էր դարձել։ Ավելի մարդկային, ավելի արդյունավետ, ավելի կապված։ Դեկտեմբերին էր, գրեթե 1 տարի անց այն ճակատագրական կեսօրից, երբ Նարեկն ու Մարիամը մտան խորհրդակցությունների դահլիճ, երբ տեղի ունեցավ մի հատուկ հանդիպում։
Ռուբենը հրավիրեց Մարիամին, Նարեկին ընկերության փոխակերպման հիմնական առաջնորդներին ընթրիքի իր տանը։ Ոչ թե այն շքեղ առանձնատանը, որը նա վաճառել էր, այլ ավելի համեստ բնակարանում, որտեղ որոշել էր ապրել, մի 3 սենյականոց բնակարանում միջին խավի թաղամասում, հեռու նախկին ցուցադրականությունից։ Սեղանը պարզ էր գծված։ Տնական կերակուր, պատրաստված Ռուբենի տնային տնտեսուհու կողմից, ով այժմ ուներ գրանցված աշխատանք, բոլոր աշխատանքային իրավունքները, ում հետ վերաբերվում էին այն հարգանքով, որին նա միշտ արժանի էր եղել։ Սեղանի շուրջ նստած էին մարդիկ, ովքեր ներկայացնում էին ամբողջ փոխակերպումը՝ Մարիամը, Նարեկը, Սարգիսը, Վարդուհին, Անուշը, Գայանենս մի քանի աշխատակիցներ, որոնց կյանքը փոխվել էր։ Ռուբենը բարձրացրեց հյութի բաժակը, որովհետև դադարել էր ալկոհոլ օգտագործել որպես իր անձնական փոխակերպման մաս, կենաց ասած։ 1 տարի առաջ ես հզոր, բայց դատարկ մարդ էի։ Հարուստ, բայց թշվառ։ Ամեն ինչ ունեի, բայց ոչինչ չէի։ Այնժամ այս տղան, ասաց նա, մատնացույց անելով Նարեկին, ինձ ցույց տվեց, թե ինչ էի ես դարձել։ Եվ ինձ փոխվելու շանս տվեց։ Հեշտ չէր։ Կորցրեցի գործընկերներ, կորցրեցի պայմանագրեր, կորցրեցի կարգավիճակ։ Բայց ձեռք բերեցի մի շատ ավելի արժեքավոր բան, ձեռք բերեցի մարդկություն։ Սեղանի շուրջ բոլորը հուզված էին։ Սարգիսը թաքուն սրբեց արցունքը։ Վարդուհին բռնեց Անուշի ձեռքը։ Մարիամը նայեց որդուն այնպիսի հպարտությամբ, որը գրեթե շոշափելի էր։ Նարեկը, ով այժմ 10 տարեկան էր, մի փոքր ավելի բարձրահասակ, բայց պահպանում էր նույն ուշադիր ու խորը աչքերը, խնդրեց խոսել։ Ռուբենը գլխով արեց։ Հայրս ինձ շատ բան է սովորեցրել, սկսեց տղան հաստատուն ձայնով։ Բայց դրանցից գլխավորն այն էր, որ յուրաքանչյուրն արժանի է արժանապատվության։ Կապ չունի, հարուստ ես, թե աղքատ, սպիտակ ես, թե տղամարդ ես, թե կին։ Յուրաքանչյուրը մարդ է։ Իսկ մարդը հարգանքի է արժանի։ Պարոն Կարապետյանը սովորեց դա։ Եվ սովորեցնում է ուրիշներին նույնպես սովորել։ Եվ դա ավելի կարևոր է, քան ցանկացած փող, ցանկացած ուժ, ցանկացած բան։ Սեղանի շուրջ մի քանի վայրկյան լռություն տիրեց, հարգալից լռություն, լցված հույզերով։ Այնժամ Սարգիսը սկսեց ծափահարել։ Հետո Վարդուհին։ Հետո բոլորը։ Եվ այդ ծափահարությունների մեջ Ռուբենը զգաց մի բան, որը տասնամյակներ շարունակ չէր զգացել, զգաց, որ ինքը պատկանում է։ Զգաց, որ ինքն իրենից մեծ մի բանի մասն է։ Զգաց, որ իր կյանքը իմաստ ունի։ Ընթրիքից հետո, երբ բոլորը գնացել էին, Ռուբենը մենակ մնաց հյուրասենյակում, պատուհանից նայելով քաղաքին։ Երանը փայլում էր ներքում, միլիոնավոր լույսեր թարթելով մթության մեջ։ Եվ ինչ-որտեղ այդ ընդարձակության մեջ կային այլ Մարիամներ, այլ Նարեկներ, այլ Սարգիսներ, Վարդուհիներ, Անուշներ։ Տաղանդավոր մարդիկ, ովքեր վատնվում էին։ Արժանապատիվ մարդիկ, ովքեր նվաստացվում էին։ Արժեքավոր մարդիկ, ովքեր անտեսանելի էին դառնում։ Բայց հիմա, գոնե, փարոս կար։ Օրինակ կար։ Ապացույց կար, որ հնարավոր էր այլ կերպ անել։ Եվ Ռուբենը գիտեր, որ սա միայն սկիզբն էր։ Որ փոխակերպումը այնտեղ չէր ավարտվում։ Որ ամեն օր մի նոր ընտրություն էր, մի նոր հնարավորություն ճիշտն անելու համար։ Նա քայլեց դեպի ննջասենյակ, վերցրեց լուսանկարը, որը պահում էր գիշերասեղանին։ Դա մամուլի ասուլիսի լուսանկարն էր, այն պահը, երբ Նարեկը օգնում էր իրեն վեր կենալ գետնից։ Այդ պատկերը խորհրդանիշ էր դարձել։ Այն միլիոնավոր անգամներ տարածվել էր սոցիալական ցանցերում։ Հայտնվել էր ամսագրերի շապիկներին։ Վերլուծվել էր հոգեբանների, սոցիոլոգների, փիլիսոփաների կողմից։ Բայց Ռուբենի համար այդ պատկերը պարզապես անձնական հիշեցում էր։ Հիշեցում, որ ինքը ընկել էր։ Բայց որ ունեցել էր վեր կենալու քաջությունը։ Եվ որ հիմա պատասխանատվություն ուներ օգնելու ուրիշներին նույնպես վեր կենալ։ Հաջորդ օրը Ռուբենը շուտ եկավ գրասենյակ, ինչպես միշտ անում էր հիմա։ Բայց նախքան աշխատանքը սկսելը, նա մի բան արեց, որը ծիսակարգ էր դարձել։ Քայլեց դեպի 42-րդ հարկ, մտավ այն խորհրդակցությունների դահլիճը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, կանգնեց Տիտանե սեյֆի առջ։ Դանդաղ հավաքեց կոդը՝ դեկտեմբեր 3, 2016։ Նարեկի ծննդյան օրը։ Դուռը բացվեց մեղմ կտտոցով։ Եվ այնտեղ, ներսում, նամակների փաստաթղթերի հետ միասին, մի փոքրիկ մարզաշապիկ կար, Արարատ Երանի գունաթափված ու մաշված։ Դա այն մարզաշապիկն էր, որը Նարեկը հագել էր այդ ճակատագրական օրը։
Մարիամը պահել էր այն հետո նվիրել Ռուբենին, որպես խորհրդանիշ։ Ոչ մի փող, ոչ մի պայմանագիր, ոչ մի փաստաթուղթ այդ սեյֆում ավելի թանկ չէր, քան այդ մարզաշապիկը։ Որովհետև այն ներկայացնում էր այն ամենը, ինչ կարոր էր՝ խոնարհություն, քաջություն, արժանապատվություն, մարդկություն։ Եվ ամեն անգամ, երբ Ռուբենը նայում էր դրան, նա հիշում էր, որ ուժը առանց նպատակի պարզապես ունայնություն է։ Իսկ հարստությունը առանց կարեկցանքի պարզապես քողարկված աղքատություն է։ Նա զգուշորեն փակեց սեյֆը, ուղղեց կոստյումը վերադարձավ աշխատանքին։ Նա առջում հանդիպումներ ուներ, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու։ Բայց հիմա նա այդ ամենը անում էր այլ կերպ։ Գիտակցությամբ, հարգանքով, մարդկայնությամբ։ Ներքում, Երանի Էրեբունի թաղամասում, Նարեկը մտնում էր իր դասարան։ Նույն այն հանրակրթական դպրոցը, որտեղ բացվել էր Հայկ Սարգսյանի անվան ինստիտուտը։ Նա նստեց իր սեղանի մոտ, բացեց տետրը, սկսեց սովորել։ Մաթեմատիկա։ Նրա սիրելի առարկան։ Ուսուցչուհին բացատրում էր քառակուսային հավասարումները, Նարեկը կլանում էր ամեն ինչ նույն ուշադրությամբ, որով զննում էր այդ տիտանե սեյֆը 1 տարի առաջ։ Դասամիջոցին որոշ դասընկերներ մոտեցան։ Ուզում էին իմանալ պատմության մասին, տեսանյութի մասին, գործարարի մասին։ Նարեկը միշտ համբերատար էր պատասխանում, բայց երբեք մեծամտությամբ։ Բացատրում էր, որ ոչ մի արտառոց բան չի արել։ Պարզապես հարգանք է պահանջել։ Եվ որ յուրաքանչյուրը կարող էր նույնն անել։ Դասընկերներից մեկը, Պետրոս անունով մի տղա, նիհար ու ամաչկոտ, ցածր ձայնով հարցրեց. Բայց Նարեկ, դու չվախեցա՞ր այդ հարուստ մարդուց, այն մյուսներից, որոնք բոլորը ծիծաղում էին քո վրա։ Նարեկը մի պահ մտածեց նախքան պատասխանելը։ Վախեցա, այո։ Շատ վախեցա։ Բայց հայրս միշտ ասում էր, որ քաջությունը վախ չունենալը չէ։ Քաջությունը վախենալն է, ճիշտն անելը նույնիսկ այդ դեպքում։ Եվ ես պետք է անեի։ Իմ համար, մորս համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր անտեսանելի են։ Եթե ես չանեի, ով կաներ։ Պետրոսը լուռ մնաց, մշակելով խոսքերը։ Այն ժամ ժպտաց, մի փոքրիկ, բայց անկեղծ ժպիտ, գլխով արեց։ Նա հասկացավ։ Եվ քաջության այդ սերմը, որը ցանվել էր մի պարզ դասամիջոցյան զրույցի ժամանակ, կարող էր աճել, բազմանալ, տարածվել։ Որովհետև դա էր իրական փոխակերպումը։ Այն միայն ներդրված 10 միլիարդի մեջ չէր։ Այն միայն ընկերության մեջ չէր, որը փոխեց իր քաղաքականությունը։ Այն սրտերի մեջ էր։ Մտքերի մեջ էր։ Սովորական մարդկանց ամենօրյա ընտրությունների մեջ էր, ովքեր որոշում էին ճիշտն անել, նույնիսկ երբ դա դժվար էր, նույնիսկ երբ վախենում էին, նույնիսկ երբ աշխարհն ասում էր, որ դա չարժե։ Պատմությունը, որը սկսվեց դաժան նվաստացումով Երանի շքեղ շենքի 42-րդ հարկում, ավարտվեց տարածվելով դպրոցներով, ընկերություններով, տներով, ընթրիքի սեղանների շուրջ զրույցներով, էթիկայի դասերով, ընտանեկան հավաքույթներով։ Այն ի վերջո ոգեշնչեց այլ գործարարների վերանայել իրենց գործելավոճը։ Այն քաջալերեց այլ աշխատակիցների հարգանք պահանջել։ Այն աղքատ երեխաներին ցույց տվեց, որ նրանք արժեք ունեն, անկախ նրանից, թե որտեղ են ծնվել կամ որքան են վաստակում իրենց ծնողները։ Եվ այդ ամենի կենտրոնում 3 մարդ էին, ովքեր ներկայացնում էին 3 սերունդ, 3 հեռանկար, քաջության 3 Հայկը, ով իր որդուն սովորեցրեց, որ գիտելիքը ուժ է, Նարեկը, ով օգտագործեց այդ գիտելիքը արդարություն պահանջելու համար։ Ռուբենը, ով խոնարհություն ունեցավ սովորելու 9-ամյա տղայից։ Տարիներ անց, երբ Նարեկը ինժեներ դառնար, Հայկ Սարգսյանի ինստիտուտի լիարժեք կրթաթոշակով, նա կհիշեր այդ օրը։ Այն պահը, երբ բոբիկ ու պատրված շորերով կանգնած էր հզոր մարդկանց առաջ, ընտրեց չխոնարհվել։ Ընտրեց արժանապատվություն պահանջել։ Ընտրեց փոփոխություն բերել։ Իսկ Ռուբենը, երբ արդեն ծեր լիներ հետ նայեր իր կյանքին, չէր հիշի իր կուտակած միլիարդները, իր կառուցած շենքերը, իր ստորագրած պայմանագրերը։ Նա կհիշեր այն օրը, երբ ծնկի իջավ մի երեխայի առաջ։ Այն օրը, երբ ընդունեց, որ սխալվել էր։ Այն օրը, երբ ընտրեց փոխվել։ Որովհետև վերջում այն, ինչ մնում է, ուժը չէ։ Փողը չէ։ Կարգավիճակը չէ։ Այն, ինչ մնում է, այն է, թե դու որքանով ես դիպչել կյանքերին։ Որքանով ես փոփոխություն բերել։ Որքանով ես մարդ եղել։ Եվ դա ամենամեծ դասն էր բոլորից։
Մի դաս, որը չեն սովորում բիզնես դպրոցներում, կառավարման գրքերում կամ առաջնորդության համաժողովներում։ Մի դաս, որը սովորում ես միայն այն ժամանակ, երբ քաջություն ես ունենում նայելու քո սեփական արտացոլանքին, քեզ դուր չի գալիս այն, ինչ տեսնում ես։ Եվ ապա, ունենալու ավելի մեծ քաջություն, փոխվելու համար։ Փոխակերպումը երբեք հեշտ չէ։ Երբեք արագ չէ։ Երբեք կատարյալ չէ։ Բայց այն միշտ հնարավոր է։ Քանի դեռ կա քաջություն։ Քանի դեռ կա խոնարհություն։ Քանի դեռ կա անկեղծ կամք ավելի լավը լինելու։ Եվ երբ Ռուբենը մահանար շատ տարիներ անց, շրջապատված ոչ թե շքեղությամբ, այլ մարդկանցով, ովքեր իսկապես սիրում էին իրեն, վերջին բանը, որ նա կտեսներ, դիտանե սեյֆը կամ կորպորատիվ կայսրությունը չէր լինի։ Դա կլիներ մի 9-ամյա տղայի դեմքը, բոբիկ, մեծ ու խորը աչքերով, ով մեկնում էր ձեռքը ասում. «Վեր կացեք, պարոն»։ Ծնկի իջնելով չէ, որ ուղղվում են իրերը։ Աշխատելով է։ Փոխվելով է։ Այլ կերպ անելով է։ Եվ նա արած կլիներ։ Այլ կերպ արած։ Փոխված։ Աշխատած։ Ոչ կատարյալ, բայց անկեղծ։ Եվ վերջում դա էր այն ամենը, ինչ նշանակություն